Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ։ Բարի լույս, այսօր հունվարի 20-ն է, օրն էլ 3 շաբթի։ Այո, ձմռան, ձնառատ, առաջին աշխատանքային շաբաթը ընթացքի մեջ է։ Ինչ առաջին աշխատանքային շաբաթ։ Ուղղակի աշխատանքային շաբաթ ընթացքի մեջ է։ Չգիտեք լավ է թե վատ, բայց այս տարի իսկապես շատ ընտիր ձմեռ տեսանք անհայտ։ Իսկական ձմեռ տեսանք եւ իսկապես Հայաստանում այսպիսի ձմեռ, ձնառատ ձմեռ վաղուց չէր։ Կարծես Կոմչատկան լինի սա, ոչ թե Երևանը։ Ոքեյք կոմչատացի են զգում։ Այո, հանրապետության մի շարք մարզերում դիան տեղումները առատ են եւ իհարկե ինչպես հայտնի է մեզ այսօր էլ առաջիկա օրերին էլ կշարունակվեն։ Իհարկե, ինչպես ասեցի, չեն կարող համեմատվել Ռուսաստանի շատ շրջանների հետ, որտեղ ձյան տեղումները այնքան հորդառատ են, այնքան ակտիվ են, որ հասնում են մի քանի մետրերի, իսկ օդի ջերմաստիճանը մինուս անսահմանություն է, բայց մեզ համար տեղումները այս պահին քանակը բավական է, գոհ ենք, շնորհակալ ենք։ Մի բան եմ ուզում զգուշացնել վարորդներին, ովքեր որ հիմա տանն են ու պատրաստվում են տնից դուրս գալ, մեզ դիտում են, վարորդներ դրսում կոտոկ է, կխնդրենք զգուշ լինել եւ եթե չունեք ձմեռային անվադողեր, նախ կտուգանեն ձեզ, երկրորդ եթե չունեք մի կողմ պարզապես տանից դուրս մի եկեք։ Այո, որտեղ շատ ուժեղ մերկասառույց է դրսում։ Ես էլ հորդորում նաեւ հետիոտներին, շատ զգուշ եղեք, դուրս եկեք միայն երկարաճիտ կոշիկներով, ամեն դեպքում ձմեռային կոշիկներով, որովհետեւ իսկապես դա էլ է շատ վտանգավոր։ Ոչ կոբլուչկաներ։ Այո, այո։ Կոբլուչկաներ մեզ պետք է։ Եվ ինչպես նաև մեր մասնագետներն են հորդորում, տեղումները տեղեկացնում, հորդորում, որ զգույշ լինեք, տեղումները կշարունակվեն նաև այսօր, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-ից 10 աստիճանով։ Ահա այսպիսի եղային նորություններ պատկեր ունենք, ցանկանում ենք, որ ձմռան այս ցուրտ օրերը ունենան տաք եւ ջերմ ավարտներ, այսինքն երեկոներ։ Իսկ մենք գիտես շատ հաճելի գործընկեր ունենք, որի մասին կարելի է տեղեկացնել, որովհետև հենց ինքն էլ ապահովում է ձմռան շատ տաք եւ ջերմ երեկոները։ Ասա, էլ մի ձգի ասա։ Ձեր ծննդյան օրը, հիշարժան հավաքույցները, կարևոր առիթները, կորպորատիվ երեկոն կամ էլ ընկերական ջերմ հանդիպումները կարող են դառնալ իսկապես առանձնահատուկ։ Ընտրեք Park Bridge ռեստորանը, որտեղ ձեզ սպասվում է հարմարավետ միջավայր, համեղ ուտեստներ եւ անթերի սպասարկում։ Ձեզ անհրաժեշտ է ունենալ միմիայն ուրախ տրամադրություն մնացածի մասին Park Bridge-ի թիմը կհոգա։ Բացահայտեք ձեր տոնական օրերի ամբողջ ջերմությունը Park Bridge ռեստորանում։ Տոնը սկսվում է հենց այստեղ։ Զանգահարեք 094 38 06 06 հեռախոսահամարով։ Ահա, այսպիսի պատկեր ունենք, մենք սիրելի հեռուստադիտողներ, իմացանք, թե որտեղ կարելի է անցկացնել հրաշալի առիթներ։ Իսկ հիմա օրվա կարևոր ծնունդի մասին։ 1919 թվականի հունվարի 29-ը ծնվել հայ մեծանուն բանաստեղծուհի, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր, մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Կապուտիկյանը։ Այո, Կապուտիկյանի եւ պոեզիայում եւ հրապարակախոսական գործերում Հայաստանը համարվում է հայ ժողովրդի հարատևող գոյության խորհրդանշանը։ Կապուտիկյանի սիրո քննարկությունը արտացոլում է անկեղծությամբ շնչող սիրո բերկրանքն ու տագնապը, կարոտի կանչն ու հուսահատությունը, տառապանքն ու նաեւ վիշտը։ Այո, Սիլվա Կապուտիկյանը մտահոգված էր հայապահպանության խնդրով ու իր գործերում նաև անդրադարձել է սփյուռքահայի հոգսերով ու փորձություններով լի ճակատագրին։ Իր երկերում պատկերել է արցախահայության ազատագրական պայքարը, հայ ժողովրդի ինքնորոշման եւ անկախության խնդիրները։ Նաև Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Այո, բազմաթիվ ստեղծագործություններ նրա գրական ձիրքը հանդես է եկել նաև պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներին ձևավորվել է քաղաքացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկապես խորհրդային գրողի կերպար, կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են Անահիտ բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։ Ես դա իսկապես իմացել եմ վերջերս։ Իսկապես։ Դպրոցական տարիներին այո չգիտեի։ Գուցե այո, դպրոցական տարիներին այս ինֆորմացիան բաց ենք թողել։ Եվ տարին, քանի որ հոբելյանական է, վստահ ենք, որ ամենայն հայոց բանաստեղծուհու 105-ամյակի առթիվ կլինեն մի շարք խորհրդանշական եւ կարեւոր միջոցառումներ։ Գիտես, ես իրականում ինչն եմ իմացել մի քանի օր առաջ, քանի որ խոսում էինք Սիլվա Կապուտիկյանից, ես իմացել եմ, որ շատ հայտնի Սիրո գիշեր երգը որպես բանաստեղծություն գրվել է հենց Կապուտիկյանի կողմից։ Գիտես, որ երգի մասին է խոսքը։
Ախ երբ լուսնի շողերն իջան իմ մազերի մեջ բավականին գեղեցիկ երգ Խաչատուր Ավետիսյանի գեղեցիկ երաժշտությամբ եւ նրա բառերով Գեղեցիկ երգ Դրական մենք էլ կուզեինք մի պահ փոքր դառնալ, չէ՞, կուզեիք։ Այո, ու էլ հոգսեր չունենալ։ Այո, բայց դե հիմա ունենք այն չունենք էլ ոչինչ փոխել։ Չէ, բողոքել պետք չի, իսկապես շատ քասելավոր էր։ Ով է բողոքում։ Սիրելի մանուկներ, եթե հիմա այս պահին տալում եք եւ հանկարծ մեզ հետևում եք, վայելեք այս թեթև եւ հանգիստ օրերը, իսկապես չբողոքեք։ Քիչ մնաց։ Հիմա Դե լավ, ուրախացանք, ժպտացինք, բայց անցնենք դասերին։ Հիմա օրվա թեմաների մասին խոսենք, սիրելի հեռուստադիտողներ, նախ մեր հյուրերի հետ մենք կզրուցենք Թումո լաբերում սպասվող նոր կրթական անվճար ծրագրի մասին, որը ներառում է նաև կիբեռանվտանգության ուղղությամբ ուսուցումը։ Այնուհետև կպատմենք մշակութային զարգացման հիմնադրամի եւ ռուս-հայկական համալսարանի միջև կնքված նոր համագործակցության հուշագրի մասին, որը ուսանողների համար միանգամայն նոր հնարավորություններ կստեղծի Եվ առավել մանրամասն հենց նրանք էլ մեզ կներկայացնեն։ Այո, Անահիտ, ես անընդհատ ուզում եի այս թեմայի մասին խոսել, դու ինձ չթողեցիր։ Իսկ վերջում խոսելու ենք սիրո մասին, այս տարի երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը կնշվի հունվարի 31-ին։ Այդ առիթով մեր հյուրերի հետ կզրուցենք Իմ գաղտնի գրքասեր Սիրո խոստովանություն գրքով նախաձեռնության մասին, որը իսկապես շատ սպասված ու սիրված է բոլորի կողմից։ Այսօր լի է օրը սիրով, մի փոքր ինտրիգներով, հետաքրքիր նորություններով, առավոտյան շատ նորություններ իմացանք, մենք գործընկերներով քննարկեցինք, Հայաստանյան մշակութային կյանքի մասին էլ ենք նաև խոսելու, նորություններ լինելու է նաև Հասմիկ Կարապետյան ներկայացնելու է, իսկ այո, գլխավոր թեման օրվա բաղադրատոմսն է լինելու, վստահ ենք, որ ձմռան այս ցուրտ օրերին Սաթենիկն այնպիսի բաղադրատոմս մեզ կներկայացնի, որ կջերմացնի։ Այո, Սաթենիկ, բայց մինչև մեր Սաթենիկին ներկայացնել, Անահիտ, ինչ պետք է անենք, պետք է ողջունենք մեր գործընկերոջը ներկայացնենք նրան։ Մասնամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է եւ ստացվում է միայն հավի կրծքամսից եւ հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի դասական, պանդրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավիձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան բաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետներ կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում է ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Ինչ լավ ասացիր Անահիտ, իսկապես ինձ հետաքրքրում է թե ինչ է կատարվելու խոհանոցում։ Ինչ է կատարվելու խոհանոցում։ Եթերի ընթացքում։ Պատկերացնում ես, օրինակ տեղափոխվենք խոհանոց եւ Սաթենիկը այնտեղ սառը սալյուտներ խփի։ Եվ այդպես բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, այսպես ինչ որ ֆուրորային տրամադրություն հրավառությունը չգիտեմ, բայց համային հրավառություն սպասում ես, արդեն տեսել եմ մոտավոր թե ինչ եմ։ Ինչ եք ասում։ Դե լավ, ուրեմն այլևս եկեք չձգենք եւ չերկարացնենք ու չսպասեցնենք ոչ մեկին։ Սաթենիկ, բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի առավոտ, Ավետ Անահիտ, բարի առավոտ հավատարիմ հեռուստադիտողներ, որքան էլ դուք երկարացնեք, ասեմ ավելին, մի փոքր շուտ եմ եկել այն բաղադրատոմսը, որը առաջարկելու եմ ձեզ, արդեն համեմել եմ։ Դրսում ցուրտ է, մեր տաղավարում տաք է, մեր հոգիներում տաք է, այդ ջերմությունը ամեն առավոտ ասում ենք, ինչպես Ավետն ասեց, ֆուրոր ենք անում, փոխանցում ենք ձեզ, որովհետև ձեզ շատ սիրում ենք, ինչու։ Ձեր այդ սերը մենք զգում ենք։ Մենք ձեզ տալիս ենք սեր, դուք մեզ տալիս եք սեր, եւ այդ ընթացքում մենք հասցնում ենք պատրաստել համեղ բաղադրատոմսեր, հետաքրքիր թեմաների շուրջ ենք զրուցում, չերկարացնեմ, ինչպես Ավետը ասեց, պատրաստում ենք
հավի թևիկներ, խրթխրթան։ Սովորաբար մենք fast food-ում ենք ուտում նման թևիկներ, բայց ես փորձելու եմ առաջարկել իմ կողմից տարբեր համեմունքներով համեմված սիրով պատրաստված հավի թևիկները արդեն իսկ համեմել եմ։ Այսպիսի տեսք ունի, ես կարող եմ եւ խոսել, եւ ձեռնոցը հագնել, մի հատ էլ խառնել իրար, որպեսզի ամբողջ այդ մարինադը, մարինացված արդյունքը լինի բոլոր հավի թևիկների վրա։ Իհարկե շատերը կան, այս հատվածը կտրում են, չեն օգտագործում, այսինքն երբ որ տապակում են կամ դնում են ջեռոցի մեջ, կտրում են։ Բայց ես խոստանում եմ խրթխրտան լինելու այդ մասն էլ, որը շատերը կտրում են, ես խոստանում եմ համեղ լինելու եւ քաղցր լինելու եւ կծու լինելու։ Ինչու՞։ Այստեղ կա կարմիր, սև, քաղցր եւ կծու պղպեղներ, դե իհարկե աղ, այն համեմունքները, որոնք դուք սիրում եք, կարող եք ավելացնել։ Սոյայի սոուս կա իմ ձեռքի տակ, որը ավելացրել եմ, կա նաև մանանեխ հատիկավոր, որը կրկին ավելացրել եմ։ Իհարկե դասական տարբերակում, որքան որ ես պատրաստել եմ, նայել եմ, մի փոքր ջրի մեջ եք անում այդ բոլոր համեմունքները, նույնիսկ աղը, խառնում եք, թողնում եք, ցանկալի է իհարկե, որ երկար թողնեք։ Իմ պարագայում հավի թևիկները մոտավորապես 15-ից 20 րոպե, որ համեմունքների մեջ են, ենթադրում եմ, որ համեմվել է։ Եթե ոչ, ապա երկրորդ միացման ընթացքում ես մի հատ էլ համեմունքներով իրան կպատեմ եւ կտեղափոխեմ ջեռոց։ Իհարկե, այս ընթացքում ես նաեւ օգտագործելու եմ շատ համեղ կարտոֆիլ, որը կտրատելու եմ, համեմելու եմ, տեղափոխելու եմ ջեռոց։ Խոսեցինք համեմունքներից, հասկացանք ինչ համեմունքներ ենք համեմել, հիշում ենք, որ Մարանիկը առաջարկում է ձիթ տարբերակով աղ, Մարանիկը առաջարկում է տարբեր համեմունքներ, այս պահին ձեր էկրաններին է, ես էլ սիրով իհարկե ներկայացնեմ եւ հավերը շարեմ այստեղ, ձեր էկրաններին եմ։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշը կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն, արդյունքում ստեղծվում է իհարկե արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ, Մարանիկով համեմված հավի թևիկները պատրաստ է, Մարանիկի համեմունքներով համեմելու եմ նաև կարտոֆիլը, որը արդեն իսկ կտրատված է, այսպիսի տեսք ունի, մեջտեղից էլ կբաժանեմ, որպեսզի տնական կարտոֆիլ ստանանք այսօր։ Մի խոսքով շատ համեղ ենք ուտելու, հյուրերն էլ հետաքրքիր են լինելու, մնում եք մեզ հետ, ալիքը չեք։ Բարի առավոտ, շնորհակալություն, որ հենց նոր վահանակ այսպես պտտեցիք, թեքեցիք, ալիքը փոխեցիք ու հասակ մեզ։ Մնացեք Armenia TV-ի հետ, որտեղ մենք խոստանում ենք օրվա ընթացքում ձեզ հետ կիսվել շատ հետաքրքիր զրույցներով եւ մասնակիցը դարձնել նաեւ այդ զրույցներին։ Այնպես որ շատ ճիշտ հասցեով եք այս պահին եկել, մնացեք մեզ հետ, այո։ Հետո սիրուն առավոտ եկել ենք, ուզում ենք հետաքրքիր բաների մասին պատմենք, խոսենք, ինչի փոխել ալիքը։ Այո, ինֆորմատիվ միանգամից սկսվի ձեր առավոտը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Եվ Փետրվարից Թումո լաբերում մեկնարկում է ուղղորդված ինքնուսուցման ծրագրի հերթական փուլը նոր հնարավորություններով եւ պահանջված կրթական ուղղություններով Python, JavaScript եւ Machine Learning։ Իսկ այս տարի նաեւ առաջին անգամ կիբեր անվտանգություն Անահիտ ծրագիրը բաց է 18 տարեկան լրացած բոլոր ցանկացողների համար անկախ նախնական կրթությունից կամ ինչ-որ փորձից։ Այս ամենի մասին մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ ես սիրով ներկայացնեմ տաղավարում են կիբեր անվտանգության ծրագրի ղեկավար Մարիամ Մաժինյանը եւ կրթական տեխնիկական համակարգող Ինգա Տոնոյանը։ Բարի առավոտ։ Մարիամ եւ Ինգա, շնորհակալություն հյուրընկալվելու համար, շնորհակալություն, որ օրը սկսեցիք մեզ հետ։ Շատ հետաքրքիր առանձնահատուկ թեմայի ենք այսօր առանձնանալու։ Իհարկե մենք անդրադառնալու։ Այո։ Առանձնանալու։ Առանձնանալու։ Դե լավ, ոչինչ, մենք հետո եթերից հետո կքննարկենք դա ինչ։ Շատ բարի ավետ։ Ուշադրություն մի դարձրեք։ Իհարկե նախաձեռնությունները միշտ են եւ շատ Թումոյում, բայց այս անգամ առանձնանում է։ Այ կխնդրեմ ասել, թե ինչով է առանձնանում հենց այս ծրագիրը։ Երկու խոսքով ասենք Թումոլաբերում ինչ է կատարվում առհասարակ։ Թումոլաբերը տեխնոլոգիական կրթության անվճար կենտրոն է, բաց է, ինչպես նշեցիք, 18 տարեկան լրացած բոլոր անձանց համար։
Մեր կրթական ծրագրերը եւ նախագծերը ժամանակ առ ժամանակ թարմացվում են եւ փոփոխվում են աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաեւ ուսանողների կարիքները հաշվի առնելու համար։ Թումոլաբերում միավորված են ուղղորդված ինքնուսուցման կրթական ծրագիրը, նախագծահեն ուսուցումը, 42 Երևան ծրագրավորման դպրոցը, ինչպես նաև իրականացնում ենք ձեռնարկատիրական կրթության տարբեր ծրագրեր։ Եվ քանի որ ինչպես նշեցինք, գործողությունները բավականին շատ են, իսկ եթե ժամանակը քիչ, այսօր կուզեինք խոսել հենց ուղղորդված ինքնուսուցման կրթական ծրագրի մասին, քանի որ վերջնաժամկետը բավականին մոտ է եւ այդ մասին արդեն Ինգան ավելի մանրամասն կներկայացնի։ Ինգա, սիրով լսում ենք ձեզ։ Ինչպես դուք նշեցիք, ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը 18 լարացած մարդկանց համար է, ովքեր ցանկանում են սովորել Python, Machine Learning եւ JavaScript։ Նախնական գիտելիքներ պետք չեն, այսինքն եթե լրիվ սկսնակ եք, չգիտեմ, նույնիսկ չգիտեք համակարգիչը միացնել, անջատելու այդ process-ները, ոչ մի խնդիր չկա, ամեն ինչով մենք ձեզ մեկ է օգնում ենք։ Մեր մոտ ի տարբերություն, չգիտեմ, այլ դպրոցների նմանատիպ չունենք դասախոսներ, ուսուցիչներ, մենթորներ, այսինքն ուսանողները շենքը 24/7 բաց, ինչպես Մարիամը նշեց, գալիս են, իրենք իրենց գրաֆիկը գծում են ու նստում մեր նյութերով, որոնք մենք տրամադրում ենք իրենց մեր կայքի միջոցով, արդեն նստում են, սովորում են եւ գիտելիքներ են ձեռք բերում։ Ամենամեծ նորությունը, որ այս տարի ունենք, դա նա է, որ կիբերանվտանգություն ենք ավելացնում մեր ծրագրի մեջ, այսինքն այս տարվանից արդեն կարողանալու են ուսանողները գալ եւ սովորել նաեւ կիբերանվտանգություն։ Մի քիչ ավելի մանրամասն դրա մասին Մարիամը արդեն կնշի։ Ինչու է Մարիամ կիբերանվտանգությունը մեկնարկում հենց հիմա ու ինչ պահանջարկ կա դրա նկատմամբ, կխնդրեմ այս մասին բացատրեք։ Որ մեր կրթական ծրագրերը ժամանակ առ ժամանակ թարմացվում են աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելով, սա հենց այն վառ կետերից մեկն է, քանի որ կիբերանվտանգությունը բավականին արդի ոլորտ է դարել վերջին ժամանակներում, մենք վերջին մեկ տարվա ընթացքում իհարկե հիմա նոր սկսվում է, բայց բավականին ծավալուն աշխատանք է տարվել այս թեման Թումոլաբերի բոլոր կրթական ծրագրեր ինտեգրելու համար։ Եվ վերջին մեկ տարվա ընթացքում մենք իրականացնում ենք համագործակցություն հանուն կիբերանվտանգության ամրապնդման ծրագիրը, որը իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Այս ծրագրի ընթացքում, վերջին մեկ տարվա ընթացքում բավականին ծավալուն աշխատանք է կատարվել կիբերանվտանգության ինքնուսուցման ծրագիրը կազմելու համար, որի վրա աշխատել են Հայաստանի լավագույն փորձագետները կիբերանվտանգության ոլորտի, մեր գործընկեր կազմակերպությունների խորհրդատվությունների արդյունքում, միջազգային փորձը հաշվի առնելու արդյունքում իհարկե, եւ ինչպես նաեւ Թումոյի եւ Թումոլաբերի արդեն տարիների բավականին երկար եւ հաջողված փորձի վրա հիմնվելով։ Այս ծրագրի կրթական ծրագիրը 6-ից 12 ամսվա ընթացքում հնարավորություն կտա մասնակիցներին ձեռք բերել կիբերանվտանգություն մասնագիտության սկսնակից միջին մակարդակի գիտելիքներ։ Բազմաթիվ լավագույն աղբյուրներ են ներառված այս կրթական ծրագրում, կան եւ տեսական, այսինքն գրքեր, եւ վիդեոդասեր, եւ on-line կուրսեր, պրակտիկ փորձելու համար տարբեր մինի նախագծեր, ինչպես նաեւ գիտելիքները ստուգելու համար հարցաշարեր։ Ինգան նշեց, որ կրթությունը լրիվ ուսանողակենտրոն է, այսպես ասած, այսինքն չկան դասաժամեր, շենքը բաց է շուրջօրյա ամեն օր եւ ով ցանկանում է կարող է գալ եւ սկսել իրեն հարմար գրաֆիկով, անկախ նրանից ուսանող է, աշխատող է, իրեն հարմար ժամերին եւ առանց կախված լինելու ուրիշների գրանցած պրոգրեսից, հա։ Այս պարագայում շատ հետաքրքիր է, ինքը ուսանողակենտրոն է, բայց չկան դասախոսներ, ուսանողները միմյանց են օգնում, եթե ինչ-որ հարցեր են լինում, որովհետև ես հիմա պատկերացնում եմ, ես գնացել եմ, ոչինչից տեղյակ չեմ, բայց իհարկե չկա ոչ մի դասախոս, մենթորում կարող եմ ես հարցնել, հարցերս ուղղել, այս ամենը ոնց է իրականացվում։ Մեր ընդհանուր Թումոլաբերի բոլոր ծրագրերում ընկերն ընկերոջը ֆորմատով են սովորում ուսանողները
ուսանողները, այսինքն տեսեք, եթե դուք ունեք հարց, դուք ունեք այլ ուսանող ձեր աջ կողմում նստած, այո, ով նույն բանը միգուցե արդեն արել է կամ այս պահին անում է։ Եթե ունեք հարցեր, տալիս եք ձեր աջ կողմին նստած մարդուն։ Եթե այդ մարդը չի կարողանում պատասխանել, տալիս եք ձախ կողմին նստած մարդուն։ Ու այսպես իրար հետ շփվելով ընթացքում արդեն ուսանողները, չգիտեմ, սովորում են, հասկանում են, անցում են առաջ։ Եթե իհարկե լինում են դեպքեր, երբ որ ուսանողը չի հասկանում, ոնց շարունակի, որտեղից սկսի, այդ դեպքերում իհարկե իրենց ուղղորդում ենք, մենակ չենք թողնում իհարկե, այդ հարցերով կոչվում է ուղղորդված ինքնուսուցում։ Այո, բայց իրենց հիմնական ոնց որ ուսման ձևն է, որ իրար հարցնելով, իրար հետ միասին սովորեն։ Իսկ ո՞նց է ստացվում մի քանի համատեղել մի քանի ուղղությունների ուսուցումը միաժամանակ, այդ պահը ոնց է կարողանում կազմակերպել։ Տեսեք, բոլոր նյութերը այդ ամեն ինչը մեկ ամբողջական պլատֆորմայում դրված է եւ ուսանողները արդեն իրենց հետ խոսում ենք, հասկանում ենք ինչով են հետաքրքրված, իրենք սկսում են դրանով նայել, սովորել եւ անցնել առաջ։ Որպես այդպիսին խնդիրների չենք հանդիպել, այսինքն, չգիտեմ, բոլորս էլ տեղեկացված են, գիտենք իրենք ինչ են սովորում, որ եթե ինչ-որ բանի կարիք է լինեն, ընթացքում բնականաբար նրանց օգնության գա։ Այսինքն, եթե առաջ ընկեր, օրինակ, չգիտեմ, Պողոսյանը կամ Մինասյանն են, հիմա ուղղակի ընկերն է։ Ընկերն է, այո, աջ ընկերն է։ Այստեղ նաև թիմային գաղափար կարող է ստեղծվել, նաև փորձի փոխանակման, մտքի փոխանակման եւ նոր հրաշալի մի ծրագրի ստեղծման։ Այո, շատ հետաքրքիր է եւ ֆանտաստիկ, մանավանդ որ հիմա երիտասարդությունը եռում է մտքերով եւ այդ մտքերի իրականացման, ուսուցման շատ կարեւոր հարթակ եք դուք ստեղծել։ Շնորհակալություն դրա համար եւ շատ հետաքրքիր է թե ինչ հնարավորություններ են բացվում ուսանողների առաջ հետո արդեն ուսուցումից։ Ինչպես Մարիամը նշեց, մեր բոլոր ուղղությունների համար ստանում են նախնական եւ դեպի միջին, այսպես ասած, մասնագիտական գիտելիքներ, որից հետո բնականաբար կարող են գնալ, դիմել տարբեր աշխատանքների եւ դա բավարար կլինի արդեն աշխատանքի։ Եվ դա բավականին բավարար է, այո։ Իրականում կախված է ուսանողից մի կողմից, եթե լավ սովորես, իհարկե բնականաբար նյութերը բավարար են առաջ գնալու համար։ Իսկ այս ծրագրերից ավելի շատ, օրինակ, չգիտեմ, JavaScript-ին կամ Python-ին նախապատվություն տալու տարբերակ կամ եթե ներողություն, եթե ցույց տանք, մոնիտորինգ անենք, որպես մոնիտորինգի արդյունքում հասկանանք, որն են ավելի շատ ընտրում։ Թվերին ինգանա տիրապետում, ինձ հիմա կարող ես նշել ինչ այդ վերջին, այսինքն ծրագիրը սկսվելու մեկնարկից սկսած մենք ինչքան դիմորդներ եւ ինչքան ուսանողներ ենք ունեցել։ Եթե այդպես ասեմ, տենց ծրագրի սկզբից մոտ 9000 դիմորդ ենք ունեցել, տարբեր ճյուղեր են ընտրել, երևի ամենատարածվածներիցը բնականաբար Python-ը կնշեմ, որովհետև ինքը ամենատենց հեշտ, ամենասկսնակներին հարմար լեզուն է, որը շատ տարբեր 40-ից ավել մասնագիտություններ կարող ես հետո ձեռք բերել իրենց սովորելուց հետո, այնպես որ դա է։ Բայց հիմա տեսնում ենք, որ երեխաները, ուսանողները դիմելիս շատ են նաև կիբերանվտանգությունով հետաքրքրված, այնպես որ կարծում եմ, որ մրցակցության մեջ կլինեն։ Կարևոր թեմա։ Եվս մեկ հարց, ինչ տարիքային խմբի, քանի որ 18 տարին արդեն լրացած, էլի այդ մոնիտորինգ բառը հայերեն մոռացել եմ, չեմ կարողանում հիշել։ Լավ, եկեք ասենք մոնիտորինգ, բայց հետո ընթացքում կհիշենք։ Մոնիտորինգի արդյունքում հասկացել եք ավելի շատ որ տարիքային խմբի ներկայացուցիչներն են ձեզ դիմում։ Միջինացված հիմնականում ուսանողներն են գալիս, տենց, չգիտեմ, 22-23 տարեկանի միջակայքում է միջինացված, բայց տարբեր տարիքային մարդիկ ունենք, մեր տարիքով ուսանողը հիմա 65 տարեկան պապիկ է, ով եկել է, զրոյց սովորել է ամեն ինչ ու հիմա շատ լավ առաջ է անցնում։ Երեք մենք խոսում ենք իրականում մի տեղ, մենք խոսում ենք մասնագիտության փոփոխության մասին, որ կարելի է մասնագիտության փոփոխություն անել կյանքի ցանկացած տարիքում ու շատ կարևոր ու շատ հետաքրքիր, որ անգամ 40-նանց, 50-նանց, 60-նանց, նաև 70-նանց մարդիկ կարողանան եւ ընտրեն մասնագիտություն նոր ու կարողանան դրանով գումար վաստակել, ինչը շատ կարևոր է։ Նշեցիք, հենց ոչ միայն հնարավորություն է նոր մասնագիտություն սովորելու, այլ նաև մասնագիտությունը փոփոխելու եւ աշխատաշուկայի պայմաններին, պահանջներին հարմարվելու համար, հա։ Եվ ընդհանուր առմամբ ինքնուսուցում կոչվածը հենց շատ կարևոր հմտություն է, որը ոչ միայն թույլ է տալիս սովորել մասնագիտություն, այլ նաև ձեռք բերել այնպիսի տոկունություն, նոր բան սովորելու, ինքդ քո վրա աշխատելու, քո համար գրաֆիկ գծելու, հա, եւ իհարկե ինչպես նշեցինք ընկերոջը մեթոդն էլ
զարգացնում են փափուկ հմտությունները, հաղորդակցության հմտությունները, որոնք այս ամենակարևորն յուրաքանչյուր տեղ աշխատանքի դիմելիս ամենապարզ հարցազրույցը անցնելիս այդ հմտությունները կարևոր նշանակություն են ունենում, այսինքն ոչ միայն այն տեսական գիտելիքը, տեխնիկան, որը սովորում են զուտ Python, JavaScript կամ կիբերանվտանգություն կամ machine learning սովորելիս, այլ են բոլոր փափուկ հմտությունները, որոնք ուսանողները ձեռք են բերում իրար հետ շփվելիս, իրար հետ օգնելիս, իրար սխալները ուղղելիս, ուղղորդելիս։ Այդ ամենը այս պահին շատ այսօրվա աշխատաշուկայում շատ կարևոր է։ Շատ կարևոր է եւ շատ մեծ պահանջարկ կա, որ այո, հենց այդպես էլ լինի։ Ես գիտես ինչ հիշեցի, վերջերս մի նյութ էի կարդում, որտեղ ներկայացված էին top 10 հաջողակ տարեց մարդիկ, ովքեր 50-նանց տարիքում արդեն փոխել են իրենց մասնագիտությունը, փոխել են տեղանքը, սովորել են նոր գործ կյանքի ինչ-ինչ հանգամանքներից դրդված եւ նրանք հիմա մինչ այսօր գոյություն ունեցող շատ մեծ բիզնեսների, շարունակական, այսինքն բիզնեսների եւ շատ մեծ բրենդերի հիմնադիրներն են, որոնց մենք քաջ ծանոթ ենք եւ նրանք 50-նանց էին բոլոր, եթե ոչ 60-նանց։ Top 10 այնպես որ շատ լավ առիթ է, որ երբ մենք ասում ենք ուսուցում, երբ մենք ասում ենք կրթություն, միանգամից պատկերացնում ենք երիտասարդ երեխաների դպրոցական կամ նույնիսկ ուսանողական, բայց ոչ։ Սիրելի մեծահասակներ, նաև կարող է լինել սա ձեզ համար շատ լավ մեծ հնարավորություն նոր մասնագիտություն ձեռք բերելու եւ ինչու ոչ ձեր մտահորիզոնը եւ ոլորտները ընդլայնելու համար։ Կյանքը դեռ առջևում է։ Դուք բան եք ուզում ավելացնել։ Ես նկատեցի, որ մենք նախապես խոսում էինք, բայց կարծես թե չնշեցինք մեր վերջնաժամկետի մասին, Այո, որը շատ մոտ է։ Մենք ֆիքսեցինք, որ շատ մոտ է։ Մեր վերջնաժամկետը դիմելու իրականում ուսանողները կարող են դիմել տարվա ցանկացած օր, ցանկացած ամսի, բայց ընդունելություն ունենում ենք տարին 2 անգամ եւ մոտակա ամենամոտ ընդունելությունը լինելու է փետրվարին եւ դրան մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետը հունվարի 28-ն է, այնպես որ եթե բավականին քիչ ժամ այո, ցանկանում եք մեկը հիմա տեսնում այստեղ, այո, եթե փետրվարին ուզում եք սովորել կիբերանվտանգություն կամ մեր մյուս ծրագրերից որևէ մեկը, պիտի դիմեք մինչև հունվարի 28։ Ինչպես դիմեն։ Այցելում եք մեր thumolabs.am կայքը, այնտեղ ինքնուսուցման բաժնում սեղմում եք գրանցվել եւ մնացածը արդեն գրված է։ Հետաքրքիր է եւս մեկ բան, մինչեւ մենք կհասնենք նրան, որ զրույցը կամփոփենք, ինձ հետաքրքիր է, արդյոք կա գնահատման ինչ-որ կարգ կամ չգիտեմ, որ հետևում եք ուսանողների այն մարդկանց, ովքեր որ սովորում են օգտվում են ծրագրից, այդ առաջընթացին կա նման կարգ։ Մենք ժամանակ առ ժամանակ ամիսը 1 հիմնականում ունենում ենք իրենց հետ check-up-ներ, այսպես ասած, այսինքն երբ որ, չգիտեմ, ուսանողների հետ անհատական հանդիպումներ ենք ունենում կամ ինչ-որ ֆորմաների միջոցով կամ հենց անհատական հանդիպումների միջոցով հարցում ենք ո՞նց եք, ինչ եք արել այս մի ամսվա ընթացքում, ինչ պլաններ ունեք հետագա ամսի համար։ Այսինքն այդ կապը բնականաբար անընդհատ մնում է ուսանողների հետ, ցանկացած դեպքում, եթե տեսնում ենք, որ չգիտեմ, մի քիչ դանդաղ է արդեն ինքը սկսում սովորել, ինչ-որ խնդիրներ ունի, բնականաբար միանգամից դիմում ենք, օգնում ենք, աջակցում ենք։ Այո։ Իսկ եթե անկեղծ եղել է տարբերակ եւ դեպք, որ եկել է ուսանողը, փորձել է սկսել, որոշ ժամանակ դուք անձամբ հասկացել եք, որ կարծես թե ժամանակի կորուստ է սա համարվում, այլ ոչ թե ինչ-որ դեպի առաջընթաց եւ պրոգրես, եւ օրինակ ասել եք նրան դրա մասին, թե մարդն ազատ է առանց որևէ պրոգրեսի, առանց որևէ առաջընթացի սովորելու, փորձելու։ Անկեղծ ասած, այդպիսի դեպք չեմ հիշի, որ կան ուղղակի, չգիտեմ, նստեն, ժամանակ անցկացնեն, գնան, բնականաբար ինչ-որ մի բան քիչ-քիչ փորձում են, որովհետև մեր մթնոլորտը այնպիսին է, որ բոլորը երբ որ նստած սովորում են, իրար հարցնում են, իրար հետ քննարկում են, դա, չգիտեմ, խոհանոցում նստած, նայելուց էլ է կարելի սովորել։ Չգիտեմ, խնդիր են իրար հետ քննարկում, բնականաբար այդ բանը միջավայրն արդեն տրամադրում է։ Հասկանալի է։ Հրաշալի է։ Ինչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր որ վախենում են սկսել տեխնոլոգիական ոլորտում ուսումը զրոյից ներողություն, ուսուցումը չէ։ Առաջին հերթին չվախենալ, որովհետև այս տարի հնարավորությունները այնքան շատ են, այնքան մեծ են, որ փորձել եւ սկսել, եթե կա նույնիսկ փոքրիկ հետաքրքրություն, կարելի է եւ պետք է։ Thumolabs-ում ստեղծված այն միջավայրը, այն կրթական աուրան, հա, որտեղ կրթությունը եւ սովորելը խրախուսվում է եւ հավես է իրականում, որովհետև իրոք այն միջավայրում, որտեղ բոլորը ձգտում են մի նոր բան անել, մի նոր բան ստեղծել, սովորել, իրար օգնել, իրոք շատ հաճելի է սովորելը,
Եվ իրականում վախեր շատերն են ունենում, հատկապես երբ որ մասնագիտության փոփոխության մասին է խոսքը, սակայն ինչպես նշեցինք, մեր բոլոր ինքնուսուցման նախագծերը, ուղղությունները որևէ նախնական գիտելիք չեն պահանջում։ Այսինքն կարելի է գալ լրիվ 0-ից սկսել, ընդ որում նշված բոլոր 4 ուղղությունները բաց են լինում ինքնուսուցման ծրագրին գրանցված ուսանողների համար, այսինքն եթե նախապես իրենք հետաքրքրություն են ցուցաբերել սովորել Python, գալիս են տեսնում են, որ միգուցե իրենց այդ պահին չի հետաքրքրում կամ միգուցե դժվարանում են եւ իրենց ավելի հետաքրքիր է սկսել փորձել կիբերանվտանգություն, նրանք կարող են անմիջապես սկսել կիբերանվտանգությունը ուսումնասիրել, այսինքն այդ բոլոր 4 կուրսերը բաց են գրանցված բոլոր ուսանողների համար, որևէ սահմանափակում չկա եւ ժամանակի ընթացքում իրենց հետաքրքրություններին համընթաց կարող են ուսումնասիրել նույնիսկ բոլոր 4 ուղղությունները։ 4 ուղղություններն էլ միաժամանակ հետաքրքիր է, կան գրանցված ուսանողների մեջ այլազգի մարդիկ եւ նաեւ մարզերից։ Այո, իհարկե շատ ունենք, թե մարզերից, թե այլազգի, չգիտեմ, ռուս կամ իրանացի, չգիտեմ, ունեցել ենք ամերիկացի մի ուսանող մի անգամ նույնիսկ շատ տարբեր է, մեր մոտ կրթությունը, նյութերը հիմնականում անգլերեն լեզվով են, այնպես որ լեզվի խնդիր որպես այդպիսին ուսանողները այլազգի չեն ունենում, մեր ուսանողների դեպքում էլ ուղղակի ոնց որ ընթացքում իրենք գիտեն, որ պիտի սովորեն, որովհետև տեխնոլոգիաները, անգլերենի իմացություն խուսափել չեն կարող, այո, այդ լեզվից միջազգային լեզուն է մանավանդ այս տեխնոլոգիական ոլորտում եւ մարզերից ասացիք, որ ունեք շատ մեծ սիրով, շատ մեծ ոգևորությամբ դրանք գալիս են, հասնում են։ Այո, հասնում են, շատ ժամանակ գալիս են, ասում են, վայ, այսօր ինչ որ մենք ժամանակ հետաքրքիր ինչ որ այցեր ենք ունենում, այլ գազམ་ակերպություններից են մարդիկ գալիս օրինակ, մի խոսքով այդ ընթացքում երբ գալիս են ասում են, վայ, տրանսպորտից ուշանում եմ, կներեք, պիտի գնամ գյուղ, այսօր չեմ կարողանա մնալ, այդպիսի ինչ որ դեպքեր են։ Դե մենք դա փաստ է, որ առհասարակ մարզերից ոգևորությունը եւ նախաձեռնությունը շատ ավելի մեծ է եւ դա ուրախալի փաստ է։ 15 տարի առաջ մարզից ոգևորված եկա։ Բոլորս այդպես, այո։ Ձգտումը շատ է, շնորհակալություն ենք հայտնում։ Թող ընթացքը լինի հրաշալի, հանգուցալուծումը, ավարտը շատ ու շատ խելացի եւ բանիմաց ուսանողներ։ Ես նաեւ եւս մեկ անգամ կխնդրեմ, որ հիշեցնեք եւ կայքի անունը եւ վերջնաժամկետի օրը։ Մինչև հունվարի 28-ը thumolabs.am կայքով մտնում եք, դիմում եք եւ սպասում ենք ձեզ փետրվարին։ Հետևում եք ձեր էլեկտրոնային հասցեին, Այո, որը գալու մասին։ Շնորհակալություն շատ առավոտը։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օր ենք մաղթում։ Դե ինչ ելի հեռուստադիտողներ, այս պահին կարճատև գովազդային դադար, որից հետո կրկին կվերադառնանք մեր ընթացքին։ Վերադարձանք բավականին կարճատև գովազդներ, սիրելի հեռուստադիտողներ, չհասցրեցիք մեզ կարոտել վստահ եմ, բայց անգամ եթե կարոտել եք, մենք ձեր էկրաններին ենք կրկին։ Խոհանոցի բույրերը տարածված են եւ այդ բույրերն իհարկե ել ավելի շքեղ փունջ են ստանում մեր քիմքի համար, շնորհիվ մեր շատ սիրելի գործընկերոջ Մարրանիկի առաջարկած համեմունքների եւ Սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս ել ավելի յուրահատուկ է դարձնում հենց Մարրանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն Մարրանիկ ապրանքանիշը կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկումը։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարրանիկ։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ, ձեզ պատմեցինք նաև Մարրանիկ ընկերության տեսականու մասին, խոսեցինք, նաև ինձ թվում է մեր ցանկացած օրվա սկիզբ եւ շարունակություն եւ ընթացք այդպես համեմված է տարբեր պատմություններով, համեմված է տարբեր նորություններով, առասարակ համեմված է, իսկ մեր կյանքը համեմում է, մեր բարիլույսյան կյանքը համեմում է մեր շատ սիրելի Սաթենիկը Հազարյան, ով ամեն առավոտ, այո, հետաքրքիր։
պատրաստում է։ Դա բախտ է ունենալ նման աշխատանք, եթե կարելի է իմ պարագայում համարել սա աշխատանք, որ այնքան սիրով եմ գալիս, այնքան սիրով եմ պատրաստում այն բաղադրատոմսերը, որը ամեն օր առաջարկում եմ։ Ինձ թվում է հեռուստադիտողները դա զգում են եւ հենց սիրո գրավականն է, որ ունենք հավատարիմ հեռուստադիտողներ, ունենք այն հեռուստադիտողները, ովքեր որ դրսում տեսնելով ասում են, մենք էլ պատրաստեցինք սաթենիկ, այն քո օրինակ, չորեքշաբթի օրվա առաջարկած համեղ բաղադրատոմսը։ Շնորհակալ ենք եւ ձեզ շատ սիրում ենք։ Այսօր էլ բացառություն չէ, առաջարկում եմ թևիկներ։ Այնպիսի թևիկներ, որ դուք կարող եք այլևս չգնալ fast food, տանը պատրաստել, տան անդամների, հատկապես երեխաների հետ վայելել։ Շատ բարձ բաղադրիչներ են այսօրվա համեղ երեքշաբթի օրվա համար նախատեսված, կերակուրի համար կարտոֆիլ, հավի թևիկներ, համեմունքներ, սեր։ Հիմա ձեռքերս այսպես բարձրացնեմ, հագնեմ ձեռնոցը եւ առաջարկեմ իմ համեղ բաղադրատոմսը։ Արդեն իսկ համեմել եմ, արդեն իսկ տեղադրել եմ ջեռոցի մեջ, բայց մեկ անգամ եւս կուզեմ հիշեցնել։ Կարտոֆիլը ես կտրատել եմ, այստեղ կա ձիթայուղ, ինչպես տեսնում եք, կարմիր պղպեղ, մի փոքր սխտորի փոշի, ձեռքով համեմել եմ ձիթայուղ, յուղաթուղթը, ինչպես տեսնում եք, արդեն ես այս ճմրթել եմ, որպեսզի հավասար կարողանամ համեմվել։ Մեկ անգամ եւս տարածեմ, յուղական կարտոֆիլ ենք պատրաստում միասին, ես կհանեմ ձեռնոցը, երկրորդ զույգ ձեռնոց արդեն կողքից կա դրված, սա կտեղափոխենք ջեռոց եւ այն հավի թևիկները, որոնց մասին հենց նոր խոսում էի, կհանեմ եւ այո, կհամեմեմ, մի քիչ համեմված է, մի քիչ էլ կհամեմեմ, կավելացնեմ, ահա, այ այսպես, ինչ համեղ երեքշաբթի ունենք, սա այստեղ կդնեմ եւ իհարկե կարտոֆիլը, յուղական տարբերակով, որ առաջարկում եմ հավի թևիկների հետ, դրեցի ջեռոց։ Կարտոֆիլը մի քիչ երկար է պատրաստվում, 30-ից 40 րոպե հարկավոր կլինի, չնայած ես բարձրացրել եմ ջերմաստիճանը։ Հագնում եմ երկրորդ զույգ ձեռնոցը եւ անցնում արդեն որպեսզի կարամելիզացվի։ Ինչ է հարկավոր։ Մեղր։ Հարկավոր է ձիթայուղ։ Վրձին, որով ես այսպես սկսելու եմ վրան, եւ իհարկե հիմա սոյայի սոուս, մանանեխ, հատիկավոր, ցեղտորի փոշի, սա այդտեղ կդնեմ, մատուցման ափսեն իհարկե արդեն պատրաստ է, կբերեմ, այս ափսեի մեջ կդնենք։ Մեղրը չափավոր, ձիթայուղ ես ավելացնելու եմ, այդ իսկ պատճառով շատ տնային տնտեսներ կան, որ ջուր են առաջարկում, ես ջուր չեմ ավելացնելու։ Ձիթայուղ, հատիկավոր մանանեխ, որը կծվություն, թարմություն կապահովի, իմ ձեռքի տակ կա տոմատի մածուկ, եթե չունեք կարող եք ավելացնել կետչուպ։ Այստեղ սխտորի փոշին, չի խանգարի, ամեն անգամ սխտորի փոշի կամ սխտոր ավելացնելիս նայում եմ իմ գործընկերներին, տեսնեմ ինչ արձագանք կտան, որովհետև իսկապես եթերից հետո մենք վայելում ենք մեր Բարիլուսյան սենյակում այն ամենը, ինչ այստեղ պատրաստվում է եւ իհարկե ամեն մեկս գնում ենք մեր աշխատանքի։ Իդեպ այսօրվա իմ առաջարկածնել է բալանսավորված կերակուր, այստեղ կա սպիտակուցներով հարուստ հավի թևիկները եւ իհարկե հագեցնող ածխաջրերով կարտոֆիլը, որը համեմել եմ, արդեն տեղափոխել եմ այստեղ։ Հիմա վրձինը կվերցնեմ, միասեռ զանգված կպատրաստեմ եւ հերթով հավի թևիկները կկարամելիզացնեմ, կկարմրացնեմ։ Ինձ թվում է արդեն պատրաստ է, պարզապես մնում է որպեսզի ավելի կարմրաթուշիկ, ղրտղրտան, էլ ավելի սոչնի լինի, համեղ լինի։ Այ այսպես, եթե տաք չլիներ, անկեղծ ասեմ, ձեռնոցով կաշխատեի, որովհետև ձեռնոցով ավելի արագ է ստացվում, ամբողջովին կարողանում ես համեմունքը տարածել կերակուրի վրա։ Բայց քանի որ տաք է, ես այսպես կավելացնեմ։ Հավատարիմ հեռուստադիտողները արդեն գիտեն, եթե ժամանակ չունեն, արագ պետք է որևէ կերակուր պատրաստեն, հագեցնեն տան անդամների քաղցը, որ ջուխայնացած ասում են, չէ, տղամարդիկ կամ երեխաները սովորաբար որ քաղցած են լինում, չարանում են։ Հավատարիմ գործընկերը խոսքաթենքի մասին է, առաջարկում է հավի ձողիկներ, հավի նագեցներ, որը պատրաստվում է 4-ից 6 րոպեների ընթացքում։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն
տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պաններով, կծու, խրթխրթան, խոզաբուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ, դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են էլ ավելի հետաքրքիր եւ էլ ավելի ժամանցային։ Ներկայացրեցի մեր գործընկերոջ կողմից առաջարկված նագետները եւ զուգահեռ համեմում եմ հավի թևիկները, որոնք սիրով են պատրաստվում։ Համեմունքները ճիշտ ընտրված են, նրանք ովքեր այս պահին դիտում են եւ չունեն հավի թևիկներ, ախորժակը բացվեց, առաջարկում եմ գնում եք խանութ, զգույշ եք լինում, կոշիկները, ինչպես Անահիտ Արավոտյան նշեց, ձմեռային կոշիկներ եք վերցնում, որովհետեւ իսկապես սառած է եւ ոչ բոլոր բակերն են աղով լեցված, այնպես որ զգույշ եք լինում, հետո որ մի բան լինի, չասեք, որ Սաթենիկը չասեց, եկեք սա էլ տեղափոխեմ, բայց մի հատ տեսնենք կարտոֆիլի վիճակը։ Կարտոֆիլը իջեցնեմ ներքև, այդպես որոշեցի այս պահին, հետո իհարկե կտեղափոխեմ և իհարկե կդնենք հավի թևիկները, պարզ բաղադրիչներ, բայց շատ համեղ, բալանսավորված կերակուր, դնեմ վերևը, ես իհարկե այստեղ եմ, խոհանոցում եմ, ոչ մի տեղ չեմ գնում, զուգահեռ տեղափոխելու եմ, խոսքը փոխանցում եմ շատ սիրելի գործընկերներին, Գեղեցկուհի Անահիտին, Ավետին, Գեղեցկադեմ, Ժպտերես, Խելացի, Էներգիայով լի, խոսքը ձերն է, ես էլ հավաքեմ իմ խոհանոցը, բարի լույս։ Բարի լույս, ու շատ գոհ ենք, մեզ տեսան ինչքան կոմպլիմենտներ արեց Գեղեցկուհի Սաթենիկը Հազարյան։ Դա հատուկ է Գեղեցկուհուն։ Հազարապատիկ վերադառնա քեզ Հազարյան, շնորհակալ ենք։ Ձեր ծննդյան օրն է այսօր։ Happy birthday։ Հավաքույցն է, կարևոր առիթն է, թե կորպորատիվ երեկոն կամ էլ ընկերական ջերմ հանդիպումը։ Այո, դրանք կարող եք նշել Park Bridge-ում, որտեղ այնտեղ իսկապես դառնում են առանձնահատուկ ցանկացած առիթ։ Ընտրեք Park Bridge ռեստորանը, որտեղ ձեզ սպասվում է հարմարավետ միջավայր, համեղ ուտեստներ եւ անթերի սպասարկում։ Ձեզ անհրաժեշտ է ունենալ միայն ուրախ տրամադրություն, իսկ մնացածի մասին Park Bridge-ի թիմը կհոգա, բացահայտեք ձեր տոնական օրերի ամբողջ ջերմությունը Park Bridge ռեստորանում։ Տոնը սկսվում է հենց այստեղ, պարզապես զանգահարեք 094 3806 06 հեռախոսահամարին։ Սիրելի հեռուստադիտողներ, ընդամենը օրեր առաջ մեզ հյուր էր մեր շատ սիրելի աստղագետ Լիլիթ Ալեքսանյան, ով ասաց մեկ անգամ, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ Այո, այսօր էլ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում, բայց մենք վստահ ենք, որ բոլորին էլ հետաքրքրում է, թե ինչ են պատրաստել իրենց համար աստղերը։ Աստղեր նկատի ունեմ ոչ թե օրինակ համաշխարհային այլ աստղերը, երկնքում գտնվող աստղերը, որոնց դասավորվածությունն ու դիրքը շատ կարևոր է ըստ որոշ աստղագետների եւ ըստ որոշ գիտական հետազոտությունների։ Եկեք տեսնենք, թե այս շաբաթ ինչով կառանձնանա աստղակերպի նշանների համար նորությունները եւ այս ամենի մասին կպատմի աստղագետ Լիլիթ Ալեքսանյանը։ Դիտենք ու շարունակենք եթերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Հունվարի 19-ից 25-ի աստղային ուղերձը։ Այս շաբաթը նոր շունչ է բերում։ Մտածողությունը դառնում է ավելի ազատ գաղափարներով լի։ Շաբաթվա սկզբին դեռ զգացվում է հունվարի 18-ի նորալուսնի ազդեցությունը, նոր սկիզբ դնելու եւ ճիշտ ուղղությունը որոշելու տրամադրությամբ։ Հունվարի 20-ին արևը մտնում է ջրհոս, ուշադրությունը տեղափոխելով գաղափարների, մարդկանց, թիմի ու ապագայի վրա։ Նույն օրը Վեներա-Պլուտոն միացումը խորացնում է արժեքների թեման, օգնելով տարբերել իրականը մակերեսայինից։ Իսկ հունվարի 23-ին Մարսը մտնում է ջրհոս, ուժը դարձնելով ավելի նախաձեռնող ու թիմային։ Խոյ, նոր թափը գալիս է, բայց ուղղություն է ուզում։ Միշտ ապիր ամեն ինչ միանգամից անել։ Մեկ ճիշտ քայլը արագություն կբերի։ Ցուլ,
Շաբաթը հուշում է, ինչն արժե պահել, ինչը թողնել, ֆինանսում, գործում, ընտրիր կայունը, հանգիստ հստակեցումը քեզ կթեթևացնի։ Երկվորյակ, քո խոսքը հիմա ազդեցություն ունի, խոսիր պարզ, առանց ավելորդ շրջանցումների, լավ գաղափարը կարող է դառնալ իրական առաջարկ։ Խեցգետին, սահմանների շաբաթ է, առանց մեղքի զգացման, մի վերցրու այն, ինչը քոնը չէ, քո խաղաղությունը հիմա առաջնային է։ Արյուծ, քեզ տեսնում են, երբ դու որակ ես ցույց տալիս, մի ապացուցիր, արա հանգիստ ու պրոֆեսիոնալ, արդյունքը կխոսի քո փոխարեն։ Կույս, սա կարգապահության շաբաթ է, գործ, տուն, փաստաթուղթ, մի ծանրաբեռնիր քեզ մանրուքներով, ընտրիր մեկ առաջնահերթություն ու ավարտիր։ Կշեռ, շփումները շատ կլինեն, բայց պահպանիր բալանսը, քո խոսքը կարող է բուժել, եթե մեղմ է, ասա քիչ, բայց ճիշտ։ Կարիճ, խորը խոսքը կարող է բացել փակ դուռ, մի պահիր ներսում հասունացածը, ասա ճշմարտությունը հանգիստ տոնով։ Աղեղնավոր, նոր մտահորիզոն է բացվում, գաղափարը դարձրու քայլերի շարք, մի ուղղություն ընտրիր ու պահիր։ Այդ եղջյուր, դու կառուցման ռեժիմում ես ու դա ճիշտ է, մի բացիր բոլոր դռները մի օրում, համակարգիր ու ամեն ինչ կընկնի տեղը։ Ջերհոզ, քո սեզոնն է, նոր միջավայր, նոր դեր, նոր ուժ, ընտրիր ինչն է քոնը, ինչն անիմաստ, ազատություն և հստակ նպատակ, սա քո բանալին է։ Ձկներ, նուրբ զգացողությունները ուժեղ են, բայց պետք է կոնկրետություն, մի պարզ ծրագիր գրի, թեկուզ 3 կետով։ Սիրելի հեռուստադիտողներ, այս շաբաթը հիշեցնում է, նոր ճանապարհը սկսվում է մեկ ճիշտ որոշումից։ Բարի լույս։ Բարի առավոտ, բոլորս ամեն ինչ հասցրեցինք, տեսար։ Ամեն բան հասցված է, մեր հյուրերն արդեն հյուրասիրահում են, մենք էլ սիրով ներկայացնենք թեման եւ նրանց մշակույթի զարգացման հիմնադրամի եւ հայ-ռուսական սլավոնական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը միավորում է կրթությունը, դիզայնը եւ մշակութային ժառանգության արդիական ներկայացումը։ Համագործակցության առանցքում կոմունիկացիոն դիզայն կրթական ծրագիրն է, որն իրականացվում է ռուս-հայկական համալսարանի եւ Ռուսաստանի Դաշնության տնտեսագիտության բարձրագույն դպրոցի բուհի դիզայնի դպրոցի համատեղությամբ։ Նախաձեռնությունը նոր հնարավորություններ է բացում ինչպես ուսանողների, այնպես էլ թանգարանների եւ մշակութային կառույցների համար։ Եվ այս հետաքրքիր համագործակցության մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Ես սիրով ներկայացնեմ նրանց, տաղավարում են Հայաստանում կոմունիկացիոն դիզայն ծրագրի ղեկավար Իգոր Գուրովիչը, բարի առավոտ, доброе утро, եւ մշակութային զարգացման հիմնադրամի եւ ծրագրի PR ղեկավար Ռոզա Գրիգորյանը, ով մեծ սիրով համաձայնեց օգնել նաև հաղորդակցության հարցում։ Շնորհակալ ենք։ Մենք ենք շնորհակալ հրավերի համար։ Բարի առավոտ, այո, շնորհակալ ենք, ուրախ ենք, որ մեր տաղավարում ենք։ Նախ խնդրենք պատմել, թե ինչպես սկսվեց, ինչպես եղավ այս համագործակցությունը։ Ի սկզբանե մշտապես նման ցանկություն կար համագործակցություն իրականացնել, քանի որ գիտեք, որ Հայաստանի բազմաթիվ թանգարաններ ունեն խնդիր բրենդինգի հետ կապված, չունեն համապատասխան լոգո, չունեն համապատասխան բրենդբուք եւ այդենտիկա, եւ մշակույթի զարգացման հիմնադրամը, որը զբաղվում է Հայաստանի գրեթե բոլոր արդեն թանգարանների PR, մարքեթինգ, SMM եւ այլ գործառույթներով, հղացավ գաղափար համագործակցելու այս կառույցի հետ եւ ինչն է ամենահետաքրքիր պահը, որ ուսանողներն են իրականացնելու բրենդինգային աշխատանքները, մենք գիտենք, որ Վիշկան ինքը համարվում է ամենահայտնի, ամենաճանաչված եւ լավագույն բրենդինգ ստեղծելու եւ առհասարակ դիզայնի հետ կապված դպրոցներից մեկը, եւ այդ փորձը իրենք ներդնելու են արդեն հայաստանյան թանգարանային բրենդների համար, ստեղծման համար։ Սա հիանալի համագործակցություն է, իհարկե հնարավոր էր այնպես անել, որ տարբեր միջազգային կամ հայաստանյան բրենդինգային ընկերություններ իրականացնեին բրենդավորումը, բայց կարծում ենք, որ այսպիսով ավելի հետաքրքիր կլինի նաև այն տեսանկյունից, որ կլինի թարմ շունչ, նոր խոսք, երիտասարդների տեսանկյուն, քանի որ ի վերջո նաև մեր թիրախը երիտասարդներին էլ թանգարաններ բերելն է։ Այո, եւ վերջը պետք է սպասել։ Կարծում եմ մեծեր իրենց կամքով կգան երիտասարդներին, այո, պետք է բերել թանգարաններ։ Մի քանի օր առաջ հենց այս մասին հետաքրքիր զրույց ունեցանք թանգարանների հետ կապված։ Այո, պարոն Գուրովիչ, ըստ ձեզ ինչ հիմնական խնդիրներ է նաև լուծում այս համագործակցությունը։ Будет решать эта коллаборация. Это коллаборация? Да, с музейным фондом. Музей очень важная часть современного интертеймента. И
музей должен обновляться, должен становиться новым и дружелюбным по отношению к детям, и к юношам, к тинейджерам. И это должно стать типом городского развлечения, чего пока нет. И мы очень бы хотели через редизайн, через новый брендинг, через новые активности музея привлечь в музей других людей, и чтобы люди полюбили музей. Շնորհակալություն։ Գիտեք, մենք ասացինք թանգարանների բրենդավորում, բայց չբացացինք փակագծերը։ Մի փոքր կասեք, ինչ է դա իրենից ներկայացնում եւ ինչքանով է կարեւոր առասարակ մեր մշակութային կյանքի համար։ Իհարկե, տեսեք, ընտրվել է 10 թանգարան, այդ 10 թանգարանները միայն երևանյան թանգարանները չեն։ Ես իհարկե ամբողջական ցանկը կդժվարանամ ասել, որպեսզի բաց չթողնեմ որևէ թանգարան, կան երևանյան մարզային թանգարաններ, որոնց համար ստեղծվելու է առանձին բրենդ, որպես այդպիսին բրենդ բուք, լոգոյի կիրառման տարբեր տարբերակներ։ Այո, ամբողջական փաթեթը ստեղծվելու է կոմունիկացիոն դիզայն ծրագրի ուսանողների կողմից, ովքեր 3-րդ, 4-րդ արդեն կուրսերի ուսանողներ են։ Այսինքն կոմունիկացիոն դիզայն թեման առանցքում ընտրվեց սա, որպեսզի կարողանանք Չէ, տեսեք, ծրագրի անունն է հենց կոմունիկացիոն դիզայն, այսինքն ինքը հենց այդ ճիշտ կոմունիկացիաները ուղղորդելու ուղղված դիզայն է, հա, եթե այսպես բառացիորեն բացենք։ Այդ կաթական ծրագիրը ներդրվել է Հայաստանում, հայ-ռուսական սլավոնական համալսարանի եւ Ռուսաստանի վիշկայի ջանքերով, բոլորովին նոր եւ հետաքրքիր ծրագիր է։ Ինչպես եք պատրաստվում ուսանողներին ներգրավել այս բրենդավորման գործընթացում, թանգարանների բրենդավորման գործընթացում։ Procesсе ребрендинга музеев. Очень важно, что музей – это публичные проекты, и у этого проекта огромное количество зрителей. Принят музей видит гораздо больше народу, чем сериалы. Вот. Поэтому удачные проекты будут удачными дизайн-кейсами для страны, и, конечно же, дети будут увижены. И я надеюсь, что это кому-то даст большой профессиональный старт, потому что пока студенты могут делать брендинг в рамках студенческой программы, и, соответственно, армянским музеям это ничего не стоит, и у музеев есть шанс попробовать одеть на себя новую хорошую одежду, и у студентов есть шанс сделать бесстрашную работу, которая нацелена в будущее, не в прошлое, что очень важно, потому что дизайн не занимается прошлым, дизайн занимается только будущим. Мы проектируем будущее страны. То, как страна будет выглядеть через 20 лет, делаем мы сейчас. Ինձ հետաքրքիր է պարոն Գորովիչի համագործակցությունը ռուսական թանգարանների հետ ու ինչ շատ հաջողված համագործակցության փորձ ու օրինակներ կնշի։ С российскими музеями есть ли какие-то кейсы, которыми вы можете поделиться? Я сделал много музеев в России, много музеев на ВДНХ. Один из самых больших музеев – это музей космоса на ВДНХ, музей кириллицы. И участвовал еще во многих музейных проектах. Поэтому, да, у меня и были кейсы, и сейчас я занимаюсь музеями Выкса. Это большой частный музейный комплекс под Нижним. Պարոն Գուրովիչ, իսկ Հայաստանում եղել եք թանգարաններում եւ արդյոք որն է ձեր ամենասիրելի В каких թանգարանը։ музеях вы были в Армении и какой ваш самый любимый музей? Я очень люблю музей Параджанова, с которым я работаю и сделал для них несколько книг, уже будучи в Армении. Я люблю Матандаран, я люблю... В общем, есть много симпатичных музеев, которые я люблю, и мы таким образом осваиваем страну. Мы с женой ездим по разным музеям, и маленькие, и не ереванские, с большим удовольствием, нам интересно. Իսկ մեր երեխաները շփվել եք արդյոք նրանց հետ ունեն պոտենցիալ դառնալու ապագայում մեծ դեմքեր, ովքեր որ կա հեղաշրջան առասարակ մշակութային ոլորտը։ Это очень важный вопрос, потому что, конечно, да. Мы учим детей быть самостоятельными и не быть похожими на взрослых. Это очень важная часть обучения, поскольку у нас нету профессоров и студентов. У нас есть арт-директор и джуниор. Мы работаем в системе с первого курса, в системе реального дизайн-бюро. Вот.
и студенты, которые перебарывают страх перед мнением взрослых и умеют делать смелые вещи, да, у них есть шанс стать великими, потому что наша профессия ужасно новая, нет учебников по дизайну. Все учебники по дизайну написаны в 1995 году, последние. Все, мы живем в бизнесе, в котором нету старших. Есть успешные кейсы, эти кейсы успешные могут делать люди 25 лет, а могут делать 50, неважно. Профессия только становится, поэтому, да, бесстрашие и талант могут позволить. И тут неважно, учился студент в Голландии, в Америке или в Армении, потому что это мир интернациональный, у него нету страны. Շնորհակալություն, спасибо. Իսկ հետաքրքիրը Ռոզա ունենալու են կիրառական նշանակություն, թե այս ամենը պարզապես դեռ գործնականի չի անցնում։ Ես նկատի ունեմ բրենդավորվելու է, ապագայում կա նման նպատակ։ Տեսեք, իրականում իսկապես կիրառական նշանակություն ունենալու են, եթե բնականաբար թանգարանների ղեկավարները եւ բնականաբար հիմնադրամի աշխատակիցները հավանեն արկա եղած բաները, բայց ասեմ, որ նաև մշակույթի զարգացման հիմնադրամն է զբաղվում թանգարանների ռեբրենդավորմամբ, մենք ունեցել ենք շատ հաջողակ кейսեր, օրինակ Իսահակյանի թանգարանի նախորդ տարի 150-ամյակի բրենդավորումը եւս շատ հաջողված եւ հետաքրքիր է եղել, այնպես որ այդ գործընթացը բնականաբար շարունակվելու է, բացի համագործակցությունից նաև արվելու են, շարունակվելու են վերաբրենդավորման աշխատանքներ իրականացվել։ Ռոզա, ես խնդրում դուք ներկայացնեք ձեր տեսանկյունից ինչ հմտություններ փորձ են ձեռք բերելու ուսանողները այս ամեն ինչի արդյունքում։ Բնականաբար սա իրենց համար լինելու է շատ հետաքրքիր փորձառություն եւ միանգամից մասշտաբային մեծ նախագծով են իրենք կարծես թե մուտք գործելու դաշտ եւ եթե հաջողված լինի իրենց կատարած աշխատանքը, բնականաբար իրենց պորտֆոլիոն շատ ավելի լավը կլինի, շատ ավելի հարուստ կլինի եւ իրենք հնարավորություն կունենան այն ներկայացնել հետագայում, չգիտեմ, գուցե աշխատանքի ընդունվելու համար, գուցե ինչու ոչ թանգարանը ցանկանա, որ տվյալ երեխան ով իրականացրել է իր բրենդինգային աշխատանքը ինչ որ կերպ իր հետ համագործակցություն ունենա, այո։ Նաև լինելու են բաց դասեր, քննարկումներ, իսկ բաց դասեր քննարկումները ինչ մոտիվներ ունեն։ Տեսեք, բաց դասեր իրականացնելու է արդեն կոմունիկացիոն դիզայն ծրագրի դասախոսական անձնակազմը հիմնական թանգարանային ոլորտի դիզայներների, աշխատակիցների համար, որպեսզի իրենք հասկանան, թե ինչպիսի դիզայն պետք է իրականացնել, նույնիսկ առօրյա SMM պոստերի համար, որը եւս շատ կարեւոր է, որպեսզի իրենք լինեն արտի, հետաքրքիր, նորովի ներկայացված լինեն։ Նաև համալսարանի դասախոսները վարպետաց դասեր են անցկացնել։ Այո, անպայման թանգարանային դիզայն իրականացնող մասնագետների համար։ Համատեղ գիտաժողովներն ու ցուցահանդեսները եւս այս թվում են, ճիշտ է։ Բացառվում, այո, իհարկե։ Ում համար են նախատեսված այս գիտաժողովներն ու ցուցահանդեսները։ Տեսեք, կլինելու են նաև միջոցառումներ, որոնք լայն հանրության, լայն հասարակության համար են լինելու, եւ բացի այդ նախատեսվում են ցուցահանդեսներ, ուսանողները իրենց աշխատանքները հայաստանյան թանգարաններում են ներկայացնելու նաեւ։ Սա նաև հնարավորություն է իրենց համար առաջին անգամ ցուցադրվել նման կարևոր մշակութային հաստատություններում, մշակութային օջախներում։ Պարոն Գուրովիչ, շատ հետաքրքիր է ըստ ձեզ ինչքանով է կարևոր փորձի փոխանակումը հենց այս ոլորտում։ Это крайне важно, потому что вы представляете, в мире миллиард дизайнеров. Одновременно во многих странах происходят одни и те же процессы. И чтобы не делать чужих ошибок и наоборот повторять чужой успех, конечно, дизайнеры очень открыты миру. Вот. И очень интересно смотреть за ребятами в кампусе, потому что студенты из России, Белоруссии, Армении, Германии с разным опытом восприятия, с разным бэкграундом делают совместные проекты, и получается хороший результат, потому что объединение разных опытов дает хороший результат. И чуть не забыл, 6 марта в арт-квартале будет выставка студенческих работ. Всех приглашаю посмотреть. Это очень важно, потому что это студенты, которые изменят Армению. Очень важно видеть их, пока они еще маленькие, тогда с ними можно еще договориться, потом будут великими, сложнее будет. Շատ հետաքրքիր եզրույթ, այո, երբ պետք է ամենավաղ տարիքում մարդուն գնահատել, ասել, արժևորել, ոգևորել, ասել, որ այո, հետագան ավելի լավն է լինելու, սա իսկապես հրաշալի
եզրույթ է, որը պիտի մտնի մեր ազգային ինքնագիտակցության եւ գիտակցության բնավորության մեջ, այո։ Գնահատել մարդկանց ավելի երիտասարդ տարիներում, որովհետեւ նրանք այդ ժամանակ երիտասարդ են եւ ընդունակ են փոքրիկ հենման կետի միջոցով շուրջ տալ աշխարհներ։ Ինչպես նաեւ ներողություն ավելացնեմ, կենթանության օրոք, կենթանի ժամանակ պետք է մարդկանց գնահատել, այլ ոչ թե գնամերի արի սիրեմ եւ գնահատեմ։ Դե ցավոք տխուր, այո, այս պահը կա։ Ինձ հետաքրքիր է Ռոզա, մենք խոսեցինք հայաստանյան թանգարանների մասին եւ պարոն Գրովչին հարցը տվեցինք, թե որ թանգարանն է իր ամենասիրելին։ Դուք ունեք ձեր ամենասիրելի թանգարանը Երևանում։ Իրականում դա սխալ կլինի ասել, քանի որ ես ինքս զբաղվում եմ այդ բոլոր գրեթե թանգարանների PR-ով, այո, դա դիպլոմատիկ առումով սխալ կլինի ասել։ Ես քանի որ մտածում էի նման պատասխան, ներողություն խնդրում, քանի որ մտածում էի, որ նման պատասխան հնչելու է, եկեք դուրս գանք Հայաստանի սահմաններից ու համաշխարհային համաշխարհային շատ կա։ Լուվր, Օրսեի, բնականաբար էլի շատ երկրներում եմ եղել, բայց իսկ ինչ եք կարծում, ինչով ենք մենք զիջում իրենց այսպես մարքեթինգ, դիզայն, HR, PR ու նման հետաքրքիր։ Մենք այդ հարցով բազմիցս խոսել ենք, ինձ հատկապես շատ է դուր գալիս, որ արտասահմանյան թանգարաններում դու ունես նաև ժամանցի այլ հնարավորություններ, օրինակ սրճարանային հատված, եւ իրականում այդ առումով էլ մենք աշխատանքներ ենք տանում որպես հիմնադրամ, որպեսզի մեր թանգարաններում եւս նման, չեմ ասի նորամուծություն, բայց նման հետաքրքիր կոնցեպտ լինի։ Իհարկե դա որոշ օրենսդրական բացերի հետ է կապված, որովհետեւ թանգարաններում այս պահին օրենսդրական առումով հնարավոր չի դա իրականացնել, եթե օրենսդրական փոփոխություններ լինեն, ապա կկարողանանք, ապա դա շատ ավելի հետաքրքիր կլինի ժամանցային առումով, այսինքն մարդը կկարողանա ամբողջ օրը պլանավորել եւ ոչ թե ուղղակի 1 ժամով կամ 2 ժամով գալ թանգարան, այլ ավելի հանգիստ, ավելի հետաքրքիր, այո։ Զուգահեռաբար ինձ օրինակ Վան Գոգի թանգարանում Ամստերդամում շատ հետաքրքիր էր թեկուզ սրճարանային տեսանկյունից այն արևածաղիկների տեսքով թխվածքներ, օրինակ ինչ-որ նման հետաքրքիր բաներ կարելի է մատուցել մեր թանգարաններում, մեր հայտնի կտավների, գործերի կամ չգիտեմ, այդ տեսանկյունից։ Նաև աշխատում ենք այս պահին, որպեսզի թանգարանային խանութներ լինեն եւ իրենք հետաքրքիր մերչերով հանդես գան, դրա վերաբերյալ եւս առանձին արդեն կներկայացնենք կատարված աշխատանքները։ Այսինքն այն ամենը, ինչ իրականացվում է համաշխարհային շուկայում, այսպես ասած, մենք փորձում ենք բերել Հայաստան եւ կիրառել Հայաստանում։ Շնորհակալություն շատ Ռոզա։ Ուզում եմ նույն հարցը չէ, ավելի շուտ ուզում եմ պարոն Գրովիչի տարբերակներ լսենք, որն է իր ամենասիրելի համաշխարհային թանգարանը եւ ինչը պետք է սովորենք մենք հայերս եւ նաեւ ռուսաստանյան հասարակությունը։ Это очень сложный вопрос, потому что музеи это как вино. Ну, вот хочется тебе одно вино или другое. Это, правда, очень важно. Ну, в смысле, ты посещаешь тот музей, который тебе важен сегодня. Ага. Вот, я ужасно люблю Райсмузеум в Амстердаме. Для меня это важный музей. Он не самый большой музей, но это музей с большими околомузейными активностями, с лучшим книжным магазином, с прекрасным кафе, с великим променадом. Это впечатление на весь день. Вот. Я люблю много русских музеев, я люблю Пушкинский. Но это очень разное. Это правда как вино. Պարոն Գուրովիչ եւս մեկ հարց, իհարկե շնորհակալություն նաեւ պատասխանի համար։ Մենք սովոր ենք տեսնել նկարիչներին, դիզայներներին, առհասարակ ովքեր տարիքով մեծ են, նրանց աշխատանքները եւ զարմանալ։ Արդյոք եղել է մի երիտասարդ, ում գործերը, ում աշխարհայացը, առհասարակ մտահորիզոնը եւ աշխատանքները, որոնք նա է ներկայացրել, ձեզ զարմացրել են։ Это тоже важная вещь. Бывают великие поэты или великие музыканты в 19 лет. Ну, бывают. Вот. Не бывает великих дизайнеров и архитекторов в 20 лет. Это профессия зрелости. Потому что талант, даденный тебе Богом, в какой-то момент он становится талантом мудрым. Суть дизайна – помогать людям разобраться в пространстве, дойти из точки А в точку Б с наибольшим комфортом и с наибольшими эмоциональными впечатлениями.
И это история про манипуляции. Мы вообще-то манипулируем людьми. Мы профессия обманщиков, но обмана во благо. Мы ведем людей правильным путем, чтобы у них было больше впечатлений. Поэтому, конечно, не то чтобы много великих молодых, вот, но великих взрослых сейчас в мире очень много, в разных странах. Ահա, իհարկե մենք ուզում ենք երիտասարդների մասին լսել, բայց շնորհակալ ենք պատասխանի համար։ Ինչքանով այս համագործակցությունը կնպաստի հայաստանյան թանգարանային կյանքի եւ հայաստանյան թանգարանների միջազգային ճանաչելիությանը։ Տեսեք, մենք նշեցինք, որ դպրոցում սովորում են տարբեր երկրներից Հայաստան ժամանած մասնագետներ, ինչպես պարոն Գուրովիչը նշեց, Ռուսաստան, Բելարուս, Գերմանիան եւ Հայաստան։ Այս առումով եւս մշակույթների երկխոսություն կարծես թե լինի, այսինքն պայմանական նույն Բելարուսից կամ Ռուսաստանից կամ Գերմանիայից եկած եւ այստեղ սովորող ուսանողը իր background-ում արկա մշակութային տարբեր տարրերը եւս գուցե ներդնելու է դիզայնի իրականացնելու առումով եւ սա եւս շատ հետաքրքիր է։ Կարևոր է։ Ինչու ոչ հնարավոր է որ բրենդինգային աշխատանքները այնքան լավը լինեն, որ հնարավոր լինի իրենց ներկայացնել միջազգային մրցանակների, որովհետեւ նման պրակտիկա, ինչպես գիտենք, կան տարբեր երկրներում անցկացվում են տարբեր դիզայնի մրցույթներ։ Դրա մասին կարելի է մտածել միայն այս ամենը տեսնելուց եւ արդյունքները ամփոփելուց հետո։ Այո, արդյունքները իսկապես ցույց կտան։ Մենք շատ շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք։ Շնորհակալություն այն աշխատանքների համար, որ այժմ իրականացնում եք, թող լինի նաև երկարաժամկետ եւ տեսանելի արդյունքով։ Շատ շնորհակալություն օրը մեզ հետ սկսելու համար։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, այո, շատ հետաքրքիր, յուրահատուկ եւ իհարկե կարեւոր զրույց մենք ունեցանք, իսկ այս պահին մենք պիտի ընդմիջվենք Արշատև գովազդով, որից հետո կվերադառնանք տաղավար։ Մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ, բարի լույս բոլորին, սիրելի հեռուստադիտողներ, մենք արդեն տաղավարում ենք, ինչպես նկատեցիր, Անահիտ, այսօր մեր առավոտը սկսվեց շատ սիրով, շարունակվեց սիրով զրուցեցինք բոլորի հետ եւ այս սիրառատ, սիրով, ջերմությամբ լցված օրը պիտի շարունակվի այսպես ամփոփիչ մտքով։ Եվ այս թեմայով, հենց այս թեմայով։ Սիրառատ, սիրով ու ջերմությամբ լի Սուրբ Սարգսի տոնին հաշված օրերը մնացել սիրելի հեռուստադիտողներ, մինչև հունվարի 31-ը կարող եք ուրախացնել ձեր սիրելիներին կամ էլ գրքի միջոցով նրանց սեր խոստովանել, եթե ուզում եք, եթե շտապեք եւ մասնակցեք Իմ գաղտնի գրքասեր, սիրո խոստովանություն գրքով նախաձեռնությանը, որը ամեն տարի մի յուրահատուկ սեր է տարածում եւ ստեղծում մեր քաղաքում ու տարբեր վայրերում քաղաքի։ Այս հրաշալի նախաձեռնության մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Ես սիրով ներկայացնեմ Բուկինիստ ընկերության հիմնադիր տնօրեն Խաչիկ Վարդանյան, բարի առավոտ, եւ Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոեմի Անդրեասյանը, բարի լույս։ Շնորհակալություն օրը մեզ հետ սկսելու համար։ Շնորհակալություն այս սիրո փառաբանությունը անելու համար։ Այ հենց դրան էլ անդրադառնալ ենք, որովհետև անձամբ դա սկսել եք եւ դա անելու եք, մենք ամեն տարի սիրով ենք հյուրընկալում ձեզ, անդրադառնալով հենց իհարկե այս տոնին, եւ այս տարի էլ շատ գեղեցիկ մտքով ուղղորդվելու եք, գնալու ենք դեպի Սիրո հովանավոր Սուրբ Սարգսի օրը, որը լինելու է հունվարի 31-ին։ Մի փոքր խոսենք, թե վերհիշենք, թե ինչպես սկսվեց առհասարակ այս ամենը, այս մտահղացումը։ Խոսքը վերաբերում է Իմ գաղտնի գրքասերին։ Գրախանութում արվում էր Սիրո գիշեր ծրագիրը, ես մտածեցի, որ Արարատյան հայրապետական թեմն էլ գիրքը մեծ արելու առումով շատ կարևոր մի առաքելություն է, որտեղ եկեղեցին լուսավորության գիրքը տարածելու, գիտելիքը կարևորելու ջատագովն է դեռևս 4-5-րդ դարից սկսած։ Ու երբ որ գրախանութի պատասխանատուի հետ խոսում էինք, թե ինչ ծրագիր կայլան, որսինք, որ չէ, եկեղեցու հետ համագործակցությունը կարելի է թողնել մեկ այլ առիթով, ու մենք հասկացանք, որ քանի որ Սիրո ջատագովներից Արարատյան թեմը եւ արդեն 20-րդ տարին վերականգնում է Սուրբ Սարգսի տոնի երբեմնի հեղինակությունը, որոշեցինք այնպես անել, որ եւ գիրքը եւ սերը միավորենք եւ երիտասարդներին ու բոլոր մարդկանց հնարավորություն տանք, որ գրքի միջոցով սեր խոստովանեն, որովհետեւ կրկնակի երակի թիրախի ենք մենք այդպես խփում,
եւ գիրքն ենք տարածում, որովհետեւ շատ կարեւոր է, եւ սերն ենք տարածում եւ ցույց ենք տալիս, որ ինտելեկտուալ սերը շատ ավելի ամուր, շատ ավելի լուսավոր է, որովհետեւ ինչքան միտքդ հարուստ է, այնքան ավելի լուսավոր եւ ուժեղ ես դու։ Բայց այնուամենայնիվ ըստ ձեզ որն է այն ամենակարևոր գործոնը, որ այսքան սիրվեց իմ գաղտնի գրքասերը։ Այդ կարևոր գործոնը պարոն Վարդանյանի մոտ է թաքնված, որովհետև մարդ, որով երկար տարիներ առանց կոտրվելու եւ առանց հուսահատվելու շարունակել է գիրքը տարածել եւ իր այդ լույսը մենք միավորեցինք Արարատյան թեմի այդ սեր տարածելու խորհրդի հետ։ Նավասար Սրբազանը միշտ ասում է, որ սերն այն կարևոր գործիքը, որը պիտի բան Գարեգին առաջին կաթողիկոսը երջանկայի շտակ մի լավ խոսք ունի, ասում է 1000 պատճառ կարող է լինել որևէ բան չանելու համար եւ կա միայն մեկ պատճառ ամեն ինչ անելու համար եւ այդ պատճառը սերն է։ Եվ այս գեղեցիկ կարգախոսից ավելի չգիտեմ ինչ կարող եմ ես հիմա ավելացնել։ Ամեն ինչ ասած։ Շատ դժվար է ավելացնել նման մեջբերումներից հետո, բայց բոլորիս համոզմանք էլ կյանքի սերը դա մի առանցք է, որի շուրջ կյանքն է պատտվում։ Ամբողջ երկրագունդը։ Ոչ միայն մենք, այլ բոլորը։ Որտեվ ինչ որ արվում է, սիրով է արվում։ Ասենք սերը ամեն տեղ է, մեր բոլոր բջիջներում է մարդկանց, եւ ոչ միայն մարդկանց, եւ բնության, եւ կենդանական աշխարհում, մի խոսքով։ Եվ մենք որոշեցինք, որ դե իհարկե գիրքն էլ վերջին հաշվով գիտելիքի տարածման աղբյուր լինելուց բացի, նաեւ ընթերցանության, նաեւ ասենք ավելի շատ սիրելու միջոց է։ Այնտեղ էլ է սերը առանցքում։ Նոր լավագույն սերերը խոստովանել են հենց գրքերի միջոցով, բոլոր դասականներից սկսած մինչև այսօր։ Եվ ասենք թեւավոր խոսքը ասում են քաղաքակրթությունը գործանեց Հռոմը։ Քաղաքակրթությունը օտարացնում է մարդկանց։ Ասենք դա ինչքան էլ չուզենանք, դա փաստ է, որ պետքա հաշտվենք դրա հետ։ Մարդիկ ավելի պրագմատիկ են դառնում, ավելի ինքնամփոփ են եւ այլն եւ սիրո պակաս է զգացվում։ Այդ պակասը հիմա էլ կա։ Դա միշտ էլ կլինի երևի, որովհետեւ անսահման է սերը, անսահման, սահման չունի։ Եվ որոշեցինք այսպեսի միջոցառում անել սիրո խոստովանություն գրքով։ Եվ չգիտեմ արդեն որ երրորդ տարին է 10, ավել 9 թե 10-րդ տարին է Հրաշալի։ այս տարին է փորձը պատմությունն ունի տարբեր դրսևորումներով մենք քանի պատմություններ կան, քանի սերեր են գտել միմյանց հենց այս միջոցով։ Եվ ոչ միայն սերեր, անցած տարի մի տղա էր եկել որ գրքերը ստանար ես վարում եմ միջոցառումը բան ու փորձում հասկանալ ինչքանով են իրանք հասկացել թե ով է իրենց սեր խոստովանել, ասում լավ դու պատկերացնում ես ով է քեզ գիրք նվիրել։ Տղան ասում է չէ մինչև չտեսնեմ գիրքը ինչ գիրք է, չեմ կարող ասել գրքի վերնագիրը նայեց այսպես աները սա ինձ նվիրել։ Ոյ աստված։ Հետաքրքիր։ Շատ հետաքրքիր էր, հա, էլի շատ։ Այս տարի փաստորեն 9-10 տարեկան արդեն այս միջոցառումը նախաձեռնությունը հասավ նաև Վանաձոր կարծում սա կարևոր նաև մարզերում կատարվող կյանքի, մարզերում կատարվելիքի մասին, խնդրեմ ասեք ինչպես են մարզերում գրքի միջոցով սեր խոստովանելու։ Մարզերում արդեն երկրորդ տարին է, որ Վանաձորում անում ենք, նախորդ տարի էլ կար Վանաձորում ու այս տարի ավելի մեծ շրջանակ են վերցրել, որտեղ նախորդ տարի կարծես թե իրենց համար էր փորձ տեսնել վանաձորցիները ինչպես կընկալեն, բայց ես ուրախ եմ, որ պարոն Վարդանյանն անհուսահատորեն, համառորեն շարունակում են նաև մարզերում զարգացնել դա։ Դուք ներկայացրեք, մենք զուգահեռ նաև ցույց տանք այս գեղեցիկ մերչը, որը արված է, ես կխնդրեմ նաև տակ։ Եվ սրանք էլ էջանշաններ են, որոնք էլի կարող են որպես սեր խոստովանելու միջոցներ օգտագործվել, եւ սա հայտարարությունն է։ Ահա։ Ես գիտեք ինչ եմ ուզում, որ մենք հիմա լուսաբանենք մեր հեռուստադիտողների համար։ Գուցե շատերին անծանոթ լինի, ինչ է իրենից ներկայացնում իմ գաղտնի գրքասերը։ Մի փոքր կներկայացնեք իր ընթացակարգի մասին, ինչպես է դա լինում։ Գալիս են, ձեզ դիմում են, ասում են, որ անանուն է, հասցե են տրամադրում։ Հայտարարվում է, որ այսպեսի միջոցառում է անցկացվելու կոնկրետ այս ժամկետներում
Այս տարի հունվարի 30-ից 20-ից 30-ի ընթացքում։ Եզրափակիչը լինելու է հունվարի 31-ը։ Մեր ամիրյան երկու հասցեում գործող գրախանութում պետքական է տեղից ստանան նվերները։ Ուրեմն, եթե դուք ցանկանում եք, ունեք սիրած տղա, կամ սիրած աղջիկ։ Կամ սիրած աղջիկ ունեք, կամ ձեր երեխային եք ուզում նվիրել, կամ ձեր մորը, կամ չգիտեմ, որևէ ընկերուհուն եւ այլն։ Ցույց տվեց, որ նաեւ փեսային, ինչու ոչ։ Հա, տղաները փեսային էր նվիրել։ Ուրեմն գալիս եք ընտրում եք գիրք, իսկ ընտրությունը շատ մեծ է։ Երբեք հայ ընթերցողը այսքան լավ գիրք չի ունեցել, ինչ հիմա է։ Իհարկե մյուս լեզուներով էլ, ռուսերեն, անգլերեն եւ այլն։ Ուրեմն ընտրում եք գիրք, եթե ցանկանում եք կարող եք ձեր տվյալները թողնել, հա թողնում եք այն մարդու տվյալները, ում նվիրում եք, ուզում եք նվիրել։ Եթե ցանկանում եք գաղտնի մնալ, մնում եք գաղտնի, եթե չէ, գրում ենք, որ այս ինչ մարդուց է։ Եվ այդ նվերները հավաքվում են, հետո զանգահարում ենք, հայտնում ենք իրենց, որ դուք նվեր ունեք ստանալու այս միջոցառման արդյունքում։ Ձեզ սեր են խոստովանել գրքով։ Դա միշտ հաճելի է լսել, նույնիսկ եթե գալիս են որոշակի ժամի, ասենք գալիս են այդ նվերները ստանում են։ Բազմաթիվ անակնկալներ են լինում, ասենք մենք էլ ենք պատրաստում այնտեղ ուրիշ տեսակի նվերներ, չգիտեմ ինչեր, միջոցառում, ասենք խաղարկություն եւ այլն, բայց այդտեղ հանդիպում են ամուսիններ, իրարից գաղտնի, տատիկ պապիկներ, իրարից գաղտնի բերել են, ուզեցել է կնոջը նվիրի, կինը ամուսնուն, կամ տատիկ պապիկ ու թորնիկ են պատահում, ուրիշ դեպքեր է եղել, շատ էր եղել դեպքերը, ասենք մի տղա մի աղջիկա էր նվիրելու գիրքը, աղջիկն եկավ ասեց չեմ ուզում, տղայից չեմ ուզում, այդ գիրքը մնաց մեր մոտ, Անվանական էր տղան նշել էր իր մասին։ Ես հիմա լավ չեմ հիշում։ Թե գաղտնի էր։ Իրենք կռվել էին, ես հիմա մանրամասները իրենք կռվել էին այդ տոնից առաջ եւ աղջիկը հայտարարեց, որ ես չեմ ուզում այդ նվերը ստանամ, գիտեմ ով է նվիրել ու այդ գիրքը մնաց, տղան չվերցրեց այդ գիրքը, մի տարի հետո զանգեց տոնից առաջ, ասաց եթե այդ գիրքը դեռ պահել եք, խնդրում այս տարի կանչեք, որովհետեւ մենք միացել ենք։ Եվ ինչ հետաքրքիր գիրքով սերը ամրապնդվեց իրենց եւ իրենք գիտա ամուսնացան, ես գիտեմ որ ամուսնացել են բարի սպասում։ Չէ, ցավոք այդ չեմ հիշի որ գիրքներ, բայց ամենաշատը որ գիրքն են նվիրում։ Շատ տարբեր են նվիրում, կապված թե ում են նվիրում նաեւ։ Նախասիրության հարց է, դժվար է։ Սիրահարներ է, տակտիկա կար նման գիրք ինչ որ նվիրում են վեբ, նվիրում են պոեզիա, գուցե ժանրային առանձնահատկություններ կան, տարբեր, էլի տարբեր։ Ինչ հետաքրքիր է, որ ամեն ինչ անում են։ Իմիջիալոց ասեմ, որ այս նախաձեռնությունը ինձ շատ հետաքրքրեց եւ հենց այսօր Չէ, ամսի 20-ին ես կարող եմ այսօրվանից է սկսում։ 20-ից սկսում ենք։ Այսօր 20-ն է, ճիշտ է, այսօր ամսի 20-ն է։ Այսօրվանից մինչև ամսի 30-ը 20% զեղչով դուք գիրքը գնելու հնարավորություն ունեք։ Կարող եք մոտենալ գրախանութ, այնտեղից վերցնել, կոնտակտներ թողնել, թե ում եք ուզում նվիրել, իրենք կզանգեն առաջ օրը եւ ամսի 31-ին կգա գիրքը ստանալու։ Եվ մենք ունենք սոցցանցերում Facebook-ում ունենք միջոցառում բացած եւ իմ գաղտնի գրքասեր 2026 #-ով, եթե որոնեք կկարողանաք գտնել եւ մանրամասներն այնտեղ տեսնել։ Հրաշալի։ Նոյեմի, մենք հանգիստ կարող ենք ասել, որ այս նախաձեռնության միջոցով դուք բացի այն, որ տարածում եք Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, նաեւ այսպես շատ յուրահատուկ կերպով աջակցում եք գրքի ընթերցանությանը եւ գրքի տարածմանը ու իհարկե գրքասերների ավելացմանը։ Ըստ ձեզ տարեց տարի ավելանում են գրքասերները Երևանում։ Այո, ավելանում են, որովհետեւ մի քանի տարբեր նախաձեռնություններ են լինում, որոնք ասենք մտածում են, որ ինչ կարող ենք նվիրել, նույնիսկ կորպորատիվ իրենց հանգամանք օգտագործում են մարդիկ, այդ օրը նաև գիրք են գնում մեծ քանակությամբ ու իրենց աշխատողներն են նաև նվիրում։ Ես ավելացնեմ։ Այո, իհարկե։ Ամեն տարի ես վիճակագրություն եմ պահում այդպիսի։ Այո։ Տարեկան արդյունքներ եմ ամփոփում, էլի։ Քանի որ մեր ցանցը մեծ է եւ մենք կշիռ ունենք, այսպես ասած, ամբողջ գրահրատարակչական։ Իհարկե։ Ոլորտում, այո։ Ոլորտում
ուրեմն նախորդ տարիներին հայերեն եւ Հայաստանի եւ Ռուսաստանից ներմուծված գրականությունը ծավալով 50% էին։ Գումարային բանով։ Անվանումների քանակով իհարկե ռուսականը շատ է, որովհետեւ մեծ երկիր է 200 միլիոնի համար է նա աշխատում։ Մենք ընդամենը 2 միլիոնի համար։ Ուրեմն իսկ այս տարի հայկական գրականության ծավալը 3-4 անգամ ավելի էր, քան թե ռուսականը։ Հրաշալի։ Իսկ սա ինչ է նշանակում։ Եվ աճել է իհարկե, թվերը, հին թվերը չեն, աճել են։ Սա նշանակում է, որ պահանջարկ ունեցող գրականություն է արտադրվում Հայաստանում։ Լավ գրականություն։ Այո, դա շատ կարևոր է։ Ես ուզում եմ հասկանալ մարդիկ, որոնք մեզ լսում են, որ սա ոչ թե գրքի վաճառքի խրախուսման ծրագիր է, այլ լուսավորությունը կարդալու, ընթերցանությունը խրախուսելու ծրագիր է։ Սեր տարածելով, որտեղ եթե մի բանի մեջ սեր է դրված, չի կարող հաջողության չհասնել։ Սերը դեպի առասարակ գրականություն գալիս է դեռ փոքր տարիքից, մանկությունից, գալիս է մեր ծնողներից, տատիկներից, պապիկներից եւ գուցե հենց այն ժամանակ, երբ մենք պարկած ենք եւ մեզ համար կարդում են հեքիաթ։ Եվ շատ հետաքրքիր է փոքրիկների մոտ նկատում եք արդյոք սեր դեպի գրականությունը, թե տարիքային խմբերը տարբեր են։ Թե փոքրիկները հատկապես որ գիտեն, որ իրենք նվեր են ստացել, ինչ պայծառ փայլփլուն աչքերով են գալիս այնտեղ եւ երբ որ միջոցառման ժամանակ հոգեորականն էլ է այնտեղ լինում, օրհնության խոսք ասում, հոգեորականի հետ ենք խոսում, Տեր հոր ասաց, դուք տեսաք, թե ամենապայծառ աչքերն ումներ, այդ երեխային էր, որը մայրիկից, թե տատիկից գրքեր էր նվեր ստացել, ամբողջ ընթացքում միջոցառման ամբողջ գրքեր այսպես գրկած գնաց, որովհետեւ այդ կերպ արժևորվեց իր համար գիրքը, որովհետև նվեր էր, իսկ երեխաները նվեր ստանալ շատ են սիրում, իսկ այս հոգեբանությունը այո մտցնել մեր երեխաների մեջ, որ նվերը կարող է լինել նաև գիրք եւ սպասված։ Այդ դա շատ մեծ տեսակ կփոփոխի կարծում եմ մեր փոքրիկների մեջ։ Սուրբ Սարգսի կարգախոսն էլ այդ սերն է, որովհետև ընդունված է, որ Սուրբ Սարգիսը սիրո բարեխոսն է, իրարից հեռու գտնվողներին օգնում է միացնել, Սուրբ Սարգիսը դուքի միջով Աշուղ Ղարիբին հասցնում էր իր սիրած աղջկան, բայց միևնույն է Սուրբ Սարգսի իր կերպարով սիրո տարբեր դրսևորումների մեջ է։ Եթե դուք տեսնում եք, ասենք Արարատյան թեմի միջոցառումները եթե տեսնեք, այնտեղ մենք ունենք թիրախային տարբեր եւ զինվորներին են ուղղված ծրագրերը, որովհետեւ ապարգևադրվում են լավագույն զինվորները նախորդ տարվա ընթացքում իրենց ծառայության մեջ աչքի ընկած երկար տարիներ իրականացնել մենք մեր զինվորի կողքին ենք ծրագրով, խրախուսելով եւ մեր երախտիկը հայտնելով մեկ կամ մի քանի ծառայող ունեցող ընտանիքներին, զոհված զինվորների ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող զինվորների ընտանիքներին, այս կերպ մենք ուզում էինք ցույց տալ, որ Սուրբ Սարգսի զինվորական լինելը միայն քրիստոնեության իմաստով շատ կարևոր է, բայց Սուրբ Սարգսը նաև հայր էր, ով իր որդու հետ էր քրիստոնեությունը տարածում եւ այդ հանգամանքը, որ հայրը այնքան է սիրում իր որդուն, որ իր հետ է տանում, դա էլ շատ կարևոր այս տոնի խորհրդի մեջ էլի, այսինքն եւ ծնողական սերը, եւ զինվորական սերը հայրենիքի նկատմամբ եւ երկու տարբեր անձանց նկատմամբ սերը միևնույնն է խրախուսվում եւ կարեւորվում են այս տոնի ընթացքում։ Այո, շատ իսկապես շնորհակալություն։ Հետաքրքիր մտքերի եւ այս մտքերն առհասարակ գաղափարները, որ իրականացվում են նաեւ ծրագրերի մեջ, ինչպես գիտենք, Աստված սեր է առհասարակ եւ այդ սերը խոսքում է, սերը մեր գործերում է, սերը բնության մեջ է, իսկ նաեւ գրքերն ու պոեզիան, վեպերը, գրականությունը արտացոլում են հենց այդ սերը տարբեր երանգներով եւ տարբեր մոտեցմամբ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում այս նախաձեռնման եւ այսքան երկար կյանք ունենալու համար, թող միշտ լինի այսպես, թող երկար լինի այսպես, նախաձեռնությունը թող լինի հարատև եւ նաեւ տարածվի ոչ միայն Վանաձորում, այլ նաեւ ուրիշ մարզերում։ Սերը պիտի լինի ամեն օր, որտեղ Քրիստոս եկավ սեր քարոզելու եւ այդ սերն է, որ Արարատյան թեմը անընդհատ փորձում է տարածել, լույսը տարածել, լույսով առաջնորդվել։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք ուղղակի հեռուստադիտողներին։ Հասարակ բոլորիս։ Եվս մեկ անգամ հիշեցնենք օրը, վայրը, ժամը եւ իհարկե մասնակցության ձևաչափը հիշեցնենք եւ իհարկե ավարտենք։ Հունվարի 20-ից հունվարի 30-ը 20% զեղչով գիրք գնելու հնարավորություն ունեք գրախանութից, թողնում եք այն մարդկանց կոնտակտ, այն մարդու կոնտակտում, որում ուզում եք
բոլոր ցանցի բոլոր մասնաճյուղերից, գնահատներից, այո։ Թողնում եք այն մարդու կոնտակտը, ում ուզում եք նվիրել, իրեն զանգում են եւ հունվարի 31-ին Սուրբ Սարգսի տոնի օրը հրավիրում են իր գիրքը, իր նվերը ստանալու։ Հրաշալի։ Բայց ուզում եմ ասել ուշադիր լինեն մարդիկ, որտեղ Սուրբ Սարգիսը հենց այնպես թաքուն չի անցնելու բոլորիդ կողքով սեր է տարածելու, ուշադիր եղեք եւ հատկապես նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց սիրելիին, ուշադիր լինեն, որտեղ դեկտեմբերի հունվարի 30-ի երեկոյան աղի բլիթ ուտելով, այդ խաղը ժողովրդական խաղ խաղալով կարող են բացահայտել։ Ես այստեղ տեսա ստիկերների մեջ միջելից աղի բլիթի Իմ սերը քեզ, աղի բլիթ։ Ի տարբերություն այլ տոների, սա իսկապես բոլորի համար է, նաև նրանց համար է, ովքեր դեռ սերը չեն գտել։ Ոչ միայն արդեն սիրահարվածների տոնն է, ովքեր կարող են իրենց սերը խոսանել, նրանք ովքեր դեռ որոնում են։ Մեր տոնը շատ լայն է։ Ովքեր գտել են ուղղակի խելոք թող այդ գիշեր քնեն, առանց աղի բլիթի եւ ինչ որ Եվ իրենց սերն ամրապնդեն Այո, իրենց սերն ամրապնդեն։ Իսկ մնացածը առանց փորձերի։ Առանց փորձերի։ Շատ շնորհակալ ենք, շնորհակալություն ձեր դրական էներգիայի համար, շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ հաջող ընթաց եւ իհարկե հրաշալի Սուրբ Սարգսի տոն։ Տոնի մեկներ, շնորհակալություն շատ, թող սերը լինի մեզանում շատ շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, սերը կյանքի շարժիչ ուժն է։ Մենք շարունակենք խոսել սիրո մասին, իսկ դուք դիտեք կարճատև գովազդ, որից հետո կրկին կվերադառնանք տաղավար։ Գովազդներ։ Սիրելի հեռուստադիտողներ, հավատարիմ հեռուստադիտողներ, եթե ձեզ դուր եկավ ռեստորանային կերակուրը, ասեմ, որ շատ պարզ բաղադրիչներից է բաղկացած, ես հավի թևիկները համեմել եմ, սկզբում մի փոքր ջուր, այնուհետև ջրի մեջ ավելացրել եմ համեմունքները, կարմիր պղպեղ, հատիկավոր մանանեխ, սոյայի սոուս, կծու, կարմիր աղ պղպեղ, դրանից հետո ինչ եմ արել, այնուհետև հանել եմ, ջեռոց դնելուց հետո մի 15-ից 20 րոպե թողել եմ համեմունքներով ջրի մեջ, մի քիչ փափկել եմ, այնուհետև ես ջեռոցից հանել եմ, վրան քսել եմ մանանեխ, ավելացրել եմ սոյայի սոուս, տոմատի մածուկ, մի փոքր մեղր, այս կարամելիզացված արդյունքը մեղրի արդյունքն է, դեպ հացրել եմ փորձել, շատ համեղ է ստացվել, սկզբում էլ նշեցի, որ հավատարիմ հեռուստադիտողները, եթե որոշում են պատրաստել համեղ կերակուր, պարտադիր չէ թանկ բաղադրատոմսեր պատրաստեք, պարզ ոչ այդքան թանկ, մատչելի, հասանելի հավի թևիկները եւ իհարկե կարտոֆիլը, որը գյուղական տարբերակով եմ առաջարկել, կրկին համեմել եմ մեր հավատարիմ գործընկերոջ կողմից առաջարկված համեմունքներով։ Այստեղ ունենք սեղտորի փոշի, աղ, մի փոքր ձիթայուղ եմ ավելացրել իհարկե եւ սև պղպեղը կարմիր պղպեղի հետ քաղցրություն եւ իհարկե կծվություն եմ ապահովել։ Այսպիսին էր այսօրվա մեր երեքշաբթին։ Խնդրում եմ անպայման պատրաստեք, հավատացնում եմ, երկար ժամանակ չի խլում պատրաստելու համար, եթե պատրաստել եք սառել է, կարող եք միկրոալիքային վառարանի մեջ դնել, տաքացնել, մատուցել օրվա վերջում։ Այսպիսին էր մեր երեքշաբթին, համեղ կերակուրը կխնդրեմ պատրաստեք եւ իհարկե Facebook-յան եւ Instagram-յան էջով անպայման կիսեք։ Ասեք ինչը փոխեցիք, ինչը ավելացրեցիք, ուզե խորհուրդներ տակ, իդեպ մենք ընդունում ենք խորհուրդները։ Խոսքը փոխանցեմ արդեն իմ գործընկերներին, որպեսզի նրանք էլ եզրափակեն այսօրվա մեր առավոտը, որովհետև րոպեներ հետո, այո, 10 րոպե հետո արդեն կեսօր է լինելու։ Ձեզ ասում եմ, շատ սիրում ենք, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ Ավետ Անահիտ, խոսքը ձերն է։ Շնորհակալություն սա։ Ինչ 10 րոպե, ընդհանրապես 8 րոպեից արդեն կեսօր է։ Բայց գիտեք, մեր շատ սիրելի, իմ շատ սիրելի Արա Երնջակյանը ասում է, ինչի համար ենք մենք հաշվում ինչքան է անցել, որ հասկանանք ինչքան է մնացել, ընդհանրապես պետք է ապրել, վայելել կյանքը, լուսավորվել մարդկանց ժպիտներով, սիրով, ջերմությամբ եւ իհարկե տաք էներգիայով, որը տալիս են քեզ քո գոլեգաները, հարազատները, բարի մարդիկ, նրանք ովքեր որ շրջապատում են քեզ։ Մի բան էլ ասեմ ու վերջ, շրջապատեք ձեզ լավ մարդկանցով։ Այո, իսկապես շատ ճիշտ ասացիր։ Նաև սիրեք միմյանց եւ դրա մասին բարձրաձայնեք։ Միմյանց շատ ասեք, որ սիրում եք։ Մենք էլ սիրում ենք ձեզ, լավ մնացեք, առողջ մնացեք, ձեզ տակ պահեք դրսում ցուրտ է եւ ձյուն։ Կհանդիպենք վաղը նոր ինֆորմատիվ եւ հագեցած եթերով։ Այո, առողջ եղեք եւ լավ մնացեք, կհանդիպենք։